Մեր ակնկալիքը թրիփից 2026 թվականին շինարարական աշխատանքների մեկնարկն է։ Քաղաքական բանավեճի մեջ ասում են դե ինչ են անում, մենակ ասֆալտ են կարում անեն։ Մենք սովոր չենք դպրոցներ կառուցել, հիմա սովորում ենք դպրոցներ կառուցել։ Մենք կարանք ինչ որ պահի ակնկալենք տեսականորեն, որ Հայաստանը ինքն իրենից կախված կլինի էներգետիկ առումով։ 3 մեծամորի մեծամորի ատոմականի դրվածքային հզորությամբ մենք արևային կայաններ ունենք տեղադրված։ Նոր ատոմակայանի մասին պատմությունը որ փուլում է, որովհետև ես գիտեմ, որ մի քանի տարբեր երկրների հետ ենք բանակցում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 3 նոր համայնքների մասով վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունների առաջարկություն է արել եւ մենք 2026 թվականի ընթացքում պլանավորում ենք միավորված համայնքների վերամիավորում։ Շուրջ 400 բնակավայրերում ընդդիմություն ունի իշխանություն եւ 4-ը դրան հետևից թիմ ընտրություններին մասնակցողները մեզ մեղադրում են ընտրություններում տեխնոլոգիական գործիք կիրառելու համար։ ՔՊ-ից են կողմ ուրիշ քաղաքական միավոր չկա հիմա Հայաստանում։ Համաձայն։ Այդ իմաստով այս երկրորդ աղմկահարույց բանն է, որ մենք այսօր ասացինք։ Բարեկամներ, մենք շարունակում ենք 4-րդ հանրապետության շուրջ մեր քննարկումները եւ այսօր իմ հյուրը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանն է։ Ողջույն Դավիթ։ Ողջույն Թակուն։ Այսօր մեր այս տարվա առաջին թողարկումն է, ու առաջին հյուրն է 26 թվականի եւ մեր առաջին տարին է, որ մենք սկսում ենք ամբողջությամբ խաղաղության պայմաններում, այսինքն արմավիրցիներով խաղաղության պայմաններում։ Այո, եւ 4-րդ հանրապետության հաստատված խաղաղության պայմաններում ենք սկսում։ Ինչ զգացողություններ ունես այս տարվա կապակցությամբ, ինչ աշխատանքներ, նախաձեռնություններ, որ անհամբեր սպասում ես անել։ Նախ լավ առիթ է շնորհավորելու քաղաքացիներին անցած տոների եւ խաղաղության հաստատման առիթով։ Շարունակելու ենք այն աշխատանքները, որոնց մեկնարկը տրել ենք նախորդ տարի, հիմնականում այդ են անելիքները։ Իսկ որոնք են ամենամեծ նախագծերը, որոնց վրա հիմա մտածում եք։ Նախարարությունը մի քանի խոշոր անելիքներ ունի, այսինքն համակարգման ոլորտները մեծ են եւ եթե տարբեր ոլորտների մասով առանձնացնելու եւ թվարկելու բազմաթիվ անելիքներ կա, հիմնական ենթակառուցվածքային ծրագիրը, որի շուրջ են մեր մտքերը եւ որը ամենամեծն է այս պահին, որ իրականացնում ենք Հայաստանում, հյուսիսարև ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներն են։ Ենթակառուցվածքների մասով կարծես թե ձեզ ամենամեծ երևի բաժինը կլինի աշխատանքի, այն առումով ամենամեծ աշխատանքի ծավալը այն առումով, որ սահմանների բացման տրամաբանությամբ ենք գնում եւ հիմա նաեւ ենթակառուցվածքների կարիք ունենք, նաեւ երբ որ նոր ճանապարհներով նոր բաներ են գալիս, նոր բեռներ են գալիս եւ իհարկե TRIP ծրագիրը, որը էլի կապված է ձեր աշխատանքների հետ, որտեղ ենթակառուցվածքային նախագիծ է։ Այստեղ ինչ նորություններ կան կամ ինչ սպասենք այս տարի 2026-ին, որովհետեւ անցած տարվա կեսերից ամառվանից արդեն ոնց որ TRIP-ը դարձել է Հայաստանի աշխարհաքաղաքական բանի ուշադրության կենտրոնի հիմնական պատճառը, բայց մարդիկ նաև շոշափելի արդյունքներ են սպասում։ Մեր ակնկալիքը TRIP-ից 2026 թվականին շինարարական աշխատանքների մեկնարկն է, ինչը նկատի ունես գետնի վրա արդեն աշխատանք ոչ թե նախագծային աշխատանքների մեկնարկ, չէ, մեր պատկերացումները այնպիսին են, որ մենք 2026 թվականի ընթացքում գետնի վրա շինարարական աշխատանք ունենանք, թե որ ենթակառուցվածքների մասով սկսենք առաջին աշխատանքները, դրանք կլինեն կապի, թե էներգետիկ, թե երկաթուղային ենթակառուցվածքներ, ժամանակը ցույց կտա։ Բայց այս TRIP-ի հետ կապված մենք ոչ միայն ճանապարհ եւ երկաթուղի պիտի ունենանք, հա, ստեյության, այլ նաեւ այլ մալուխներ, էներգետիկ, միգուցե խողովակներ, հա, ինչ որ այսպիսի բան խոսակցություն կա։ Ինչ կարող ենք հիմա այս պահին ասել քաղաքացիներին։ Դե ձեր թվարկած բոլոր ոլորտներն էլ մեր նախարարության համակարգման ոլորտում են։ Ամեն ինչ ձեր ոտից է լինի։ Եվ մեր համար որպես այդպեսին էական էլ չի, որ մասից կսկսենք, ենթակառուցվածքները պիտի կառուցվեն եւ կկառուցվեն։ Կսկսենք
էներգետիկ ենթակառուցվածքներից, երկաթուղային ենթակառուցվածքներից, թե կապիալ ենթակառուցվածքներից արդեն մեր աշխատանքների ընթացքը եւ հրատապությունը ցույց կտա, որն է առաջնայինը։ Բայց Հայաստանը այդ երկաթուղների խնդիր ունի, չէ՞, հիմա բոլոր կողմերից, որտեվ հետսովետական Հայաստանում համարյա չի օգտագործվել երկաթուղին, այս ուղղությամբ ինչ բաներ ունենք, էլի մտքեր ունենք անել։ Շինարարական պոտենցիալի կարիք կա, որովհետև մենք նախորդ, վերջին 30-35 տարվա ընթացքում որպես այդպեսին մենք միայն վերանորոգման աշխատանքներ ենք իրականացրել, նոր գծեր չեն կառուցվել եւ այստեղ շատ մեծ հավանականությամբ միջազգային կազմակերպություններ ներգրավելու անհրաժեշտություն կունենանք, որովհետև իրականում ծրագիրը հավակնոտ է եւ մեծ եւ ցավոք սրտի Հայաստանում կան բազմաթիվ այդպիսի աշխատանքներ, որոնք տեղի ռեսուրսներով հնարավոր չի անել։ Օրինակ հյուսիս-հարավը դրանցից է։ Հյուսիս-հարավը դրանցից է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ թունելների կառուցման աշխատանքներ կան, որի փորձը կրկին չունենք, խոշոր կամուրջների աշխատանքներ կա, որի փորձը կրկին չունենք, բայց մի ուրախալի արձանագրում պիտի անեմ, որ միջազգային կապալառու ընկերությունները, որոնք հյուսիս-հարավի հիմնական հատվածներում ներգրավված են, այս պահին էլ իրանական ընկերություն կա հարավում աշխատող եւ մենք շուրջ 40% կատարողական ունենք Քաջան-Ագարակ հատվածի մասով, իրենք ենթակապալառուներ են վերցնում հայաստանյան ընկերությունները եւ դա մեզ վստահություն է տալիս, որ տեղական ընկերությունների մոտ այդ կարողությունները նույն թունելների կառուցման մասով, նույն կամուրջների կառուցման մասով հնդածից ձևավորվելու են եւ մեր անելիքներից մեկն էլ հենց դա խրախուսելն է եւ արագացնելն է։ Ես հիշում եմ, որ երբ որ մենք ակադեմիական քաղաքի նախագիծն էինք քննարկում, էլի նույն խնդիր ունեինք, որ ոչ մի հայաստանյան կազմակերպություն չկա, որ այդքան մեծ նախագիծ կկարողանա անել ու այդ պոտենցիալը կարողությունները ունի, հիմա եթե մեր տարբեր նախագծերի շրջանակում ներգրաված կազմակերպությունները այդ կարողությունները զարգացնեն, հնարավոր է, որ այն մյուս նախագծերին ավելի ի վերջո նաև բանի դեպքում ունենք չէ այդ փորձառությունը 300 դպրոցին կար մանկապարտեզ, որ սկզբում թերություններով էր դանդաղ էր, դժվար էր, ինչ որ անդադ բաներ, տուգանքներ էին գալիս այդ կազմակերպությունների վրա, բայց հիմա ոնց որ շատ ավելի արագատեմպ եւ ավելի որակել է դարձել։ Դա նաև ներուժին է օգտակար մեր այս աշխատանքները։ Դե եւ ներուժին է օգտակար եւ պարկի համալրմանը եւ մասնագիտական կարողությունների ավելացումն է բերում աշխատանքը ավելի որակով եւ սահմանված ժամկետներում իրականացնելու եւ առաջին հերթին սովորել է։ Մենք սովոր չենք դպրոցներ կառուցել, հիմա սովորում ենք դպրոցներ կառուցել, նույնը մանկապարտեզներ եւ ճանապարհներ, որովհետեւ պետական պատվերը Հայաստանում երբեք այդքան մեծ չի եղել։ Այն մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանի ոչ հարավային հատվածում եւ Սյունիքի մարզ շատ քիչ են գնում, իրենք Երևանում, Արմավիրում, Արարատում նստած չեն պատկերացնում այնտեղի շինարարական աշխատանքների ծավալը։ Այդ Սյունիքի մարզի շինարարական աշխատանքների ծավալի մասին հայտնի գաղտնալսումը կան դիմադիրների, որը շատ բնորոշ է, որ այնտեղ պարապ մարդ չկա, որ բերենք ցույցի, բայց նաև ճանապարհների մասին խոսեցիր, այս ճանապարհների մեր ճանապարհների մեր քաղաքական ուժի սարքած ճանապարհների առաջին այդ հիացմունքի ալիքը անցել է ու չգիտես ինչի, հիմա նաև բանի քննադատության թիրախադարձ է, ես համաձայն չեմ, որ հիացմունքի ալիքը անցել է։ Չէ, նկատի ունեմ բանի քաղաքական բանավեճի մեջ, ասում են դա ինչ են անում, մենակ ասֆալտ են կարում անեն, մոտավորապես սենց են, չէ՞, մեզ թիրախավորում։ Դե որպես ոլորտը համակարգող նախարարության ղեկավար ուրախ եմ այդ ձևակերպման համար, այսինքն եթե մեր իշխանությունը առնվազն ընդդիմությունը, այո, ուրեմն ֆիքսում է, որ ասֆալտը լավ է ստացվում, ուրեմն իսկապես լավ է ստացվում, չնայած որակական որոշակի խնդիրներ կան, մասշտաբը մեծ է, եթե գործը վերաբերում է ամբողջ հանրապետության տարածքին, հետեւաբար խնդիրներ հնարավոր է լինեն։ Էական աշխատանք ենք տանում որակական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։ Մենք վերջին տարվա ընթացքում շարունակել ենք եւս 500 կիլոմետր ճանապարհ կառուցել, 505 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել 2025 թվականի ընթացքում եւ ամբողջ այս ճանապարհների նմուշառումը իրականացել է պետական լաբորատորիան, երաշխավորելով որակական ավելի լավ ցուցանիշներ, քան կարող է ակնկալվել մասնավորի ներգրավվածությամբ։ Տեղեկարողությունների բարձրացում տեղի ունեցել իմ տպավորությամբ մենք մեր նախընտրական ծրագրի թիրախին հասել ենք ու ճանապարհների առումով ամբողջությամբ իրականացնում ենք։ Ճանապարհների առումով հասել ենք, սուբվենցիոն աշխատանքների առումով հասել ենք, էներգետիկ ռազմավարությամբ սահմանված մեր հիմնական թիրախը
այն է 1000 մեգավատ արևային կայանների արկայություն, հասել ենք ռազմավարության կատարումից դեռևս մի քանի տարի առաջ։ Մենք այս պահին արդեն Հայաստանի էներգետիկ համակարգին ունենք միացած 1200 մեգավատ դրվածքային հզորությամբ կայաններ, եւ իմ յուրաքանչյուր հարցազրույցին այս թիվը փոխվում է, կարող քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծի, որ նախարարը ամեն անգամ տարբեր թիվ է ասում, բայց իրականում այդպես չի, երեկվա մեր ունեցած թվով արդեն 1200 մեգավատ դրվածքային հզորությամբ կայաններ ունենք եւ այս թիվը շարունակաբար աճում է, ինչը իհարկե դիվերսիֆիկացիայի տեսանկյունից հրաշալի ցուցանիշ է եւ դա մեր կարեւորագույն անելիքն է այս ոլորտում, բայց նաեւ ինքը որոշակի խոչընդոտներ է բերում էներգահամակարգի կայունությունը ապահովելու տեսանկյունից, մասնավորապես ինքը տարվա որոշակի սեզոնների արտադրվող էլեկտրաէներգիա է, օրվա որոշակի ժամերին արտադրվող էներգիա է, ինչը կառավարման առումով լրացուցիչ դժվարություններ է բերում, բայց ստացվում է կառավարել։ Մի անգամ կարծեմ կառավարության նիստին վարչապետը ասաց, որ մենք ոնց որ նոր ատոմակայանի հզորության արևային էներգիա ունենք, էներգետիկա։ Վարչապետը ասաց, որ շուրջ 2 ատոմականի դրվածքային հզորությամբ, այսինքն դրվածքային հզորությունը հաշվի առնելով, այս կարևոր հանգամանք է, որովհետև ինքը մեր ատոմականը 400 մեգավատ հզորությամբ է էլեկտրաէներգիա արտադրում միջինում, բայց արտադրում է 24 ժամ։ Արևայինները 1200 մեգավատ են, բայց իրենք չեն արտադրում 24 ժամ, որովհետև կախված են այն հանգամանքից արև կա թե չէ, անպամացա թե չէ, արևային օրերի տևողությունը երկար է թե չէ, բայց դրվածքային հզորությունները եթե հաշվի առնենք, 3 մեծամորի ատոմականի դրվածքային հզորությամբ մենք արևային կայաններ ունենք տեղադրված եւ ցանցին միացված։ Իսկ դա ինչ է նշանակում գործնական մեր էներգետիկ անկախության առումով, չգիտեմ, եթե օրինակ այդ ատոմակայանի հետ կապված իր ժամկետ մինչև 2030 թվականի մինչև 2026 թվականի ընթացքում մենք շահագործման ժամկետի երկարացման խոշոր ծրագիր ենք անելու եւ մի քանի ամսով հայկական ատոմային էներգակայանը անջատվելու է մեր էներգահամակարգից, արդեն նորոգման աշխատանքներից հետո միանալու է ցանց եւս 10 տարի երկարացման հնարավորություն։ Հասկանալի է, իսկ այդ օրինակ որ մի քանի ամսով ասում ես անջատվելի է, ես վստահ եմ բանա տագնապա առաջան մարդկանց մասին մոտ որ լսում են։ Չէ, շահագործման ժամկետի այդ ընթացքում մեր էներգետիկա անկախություն, էներգետիկան ապահովված կլինի, այսինքն մարդիկ իրենց հեռախոսներ կանեն, զարյատկի դնեն, թե չէ, սա հիմնական հարցը։ Տագնապը պիտի չառաջանա, որովհետև այս որոշակի պարբերականությունը մեկ կրկնվող process է, ամեն տարի նախ մեծամորի ատոմակայանը որոշակի ժամկետով վերանորոգման եւ ընթացիկ սպասարկման մասով դուրս է գալիս էներգահամակարգից, այս տարի մի քիչ ավելի երկար է լինելու, որովհետև շահագործման ժամկետի երկարացման հիմնական ծրագիրն ենք իրականացնում։ Պակաս հզորությունները, այսինքն ատոմակայանի դուրս գալով պայմանավորված պակաս հզորությունները մենք ապահովում ենք մեր հիմնական խոշոր այլ էլեկտրաէներգիա արտադրող ուրեմն հզորություններով, մասնավորապես Երևանի ջեկի աշխատելով, նույն արևային կայաններով, նույն մեր այլ ջեկերի որոտանի կասկադի աշխատելով, այնպես որ մեզ էներգետիկ խնդիրներ մասնավորապես հեռախոս լիցքավորման եւ այլ բոլոր մակարդակի չեն սպառնում։ Այդ մասնագիտական բառերը իհարկե բան են, գուցե հասկանալի են էներգետիկայի ոլորտի կամ խիստ մասնագիտացված մարդկանց համար, բայց մարդիկ իրանց առօրյայի եւ կենցաղի մասին են այս խոսակցությունները անցալում ու նաեւ գիտես որ բան է վերջի շրջանում ու վերջի տարիներին է դա եղել, բայց կարող է դրանից առաջ էլ եղել, ուղղակի վերջի տարիներին դրա վրա կենտրոնացում մեծ է այդ էլեկտրաէներգիայի անջատումների, տատանումների հետ կապված բաներ են եղել, խնդիրներ են եղել ու նաեւ հեծի հետ կապված հարցերը կարծես հենց այդտեղից էին ծագեցին, որտեղ ես կհիշես, որ մենք գնում էինք այն ժամանակ միգուցե դու մարզպետ էիր դեռ կամ նույնիսկ քաղաքապետ կամ մարզպետ, որ գնում էինք ավելի շատ բաներ, գյուղեր, մարդիկ հոսանքից էին բողոքում, ինչը ամենաշատը երևի հոսանքից եւ ջրից էին բողոքում։ Հիմնական դժգոհությունները մարզային այցելությունների ժամանակ քո ասած երկու հանգամանքով են պայմանավորված եղել ջրի եւ հոսանքի հետ կապված։ Պիտի ասեմ, որ նախարարությունը այստեղ հիմնական անելիքը էներգետիկ համակարգի քաղաքականությունը որոշելն է եւ էլեկտրաէներգիա արտադրելը, որովհետեւ նախարարության համակարգման ՓԲ-ներն են, որ արտադրում են էլեկտրաէներգիա եւ ոչ միայն
բայց մենք ունենք խոշոր ՓԲ-ներ, որոնք պետական են եւ նախարարության համակարգման են, նույն Մեծամորի ատոմակայանը, նույն ուրեմն Երևանի ջեկը եւ ոչ միայն մենք որակապես լավ էլեկտրաէներգիա ենք արտադրում, իսկ մնացած հարցերը, որոնցով պայմանավորված են եղել դժգոհությունները, ավելի շատ օպերատորի աշխատանքով են պայմանավորված եղել, տվյալ դեպքում հեծի։ Հա, ու այս խոսակցության կոնտեքստում ինձ թվում է կարևոր է էլի հոսանքի էլեկտրաէներգիայի վրա երկար կանգ առնելը, քանի որ շատ աշխարհաքաղաքական ռեսուրս է էլեկտրաէներգիան, կախվածությունների պատճառ հանդիսացող երբեմն իր անկախությունը հենց էներգետիկայից է սկսվում, հա, ոնց որ կամ բալանսավորումից կամ դիվերսիֆիկացումից, մենք հիմա այստեղ այս որ ասում ես 1200 մեգավատ հզորությամբ բարևային էլեկտրակայաններ ունենք, մենք կարանք ինչ որ պահի ակնկալենք տեսականորեն, որ Հայաստանը ինքն իրենից կախված կլինի էներգետիկ առումով, թե դա այդպես մեծ երազանք է եւ չարժի բան անել, այլ ինչպես ասում ենք, մենք քչերից կախվածություն շատերից կախվածության փոխարինել, ոչ թե ինքնաբավության ճանապարհով գնալ։ Չէ, Հայաստանը գնում է այդ ճանապարհով, իրականում 1200 մեգավատ դրվածքային հզորությամբ կայանները դրա վառ արտահայտումն են եւ այս տենդենսը, որը շարունակաբար յուրաքանչյուր ամիս ավելի մեծ ծավալով ավելի մեծ է դառնում արևային էներգիայի տեսակարար կշիռը մեր էներգոհամակարգում, դրա մասին է խոսում։ Կուզեմ մի կարևոր հանգամանքի մասին էլ անդրադառնալ, ես չգիտեմ հեռուստադիտողներից որ մասն են տիրապետում այդ ինֆորմացիային, Հայաստանը տարվա ընթացքում 12 ամսյա ռեժիմով էլեկտրաէներգիա է արտանում Իրանի Իսլամական Հանրապետություն եւ տարվա ընթացքում մի քանի ամիսների կախված տվյալ տարվանից այս պահին էլ մենք էլեկտրաէներգիա ենք արտանում դեպի Վրաստան։ Այսինքն ոչ միայն մեր արտադրած էներգիան ամբողջությամբ բավարարում է Հայաստանի ներքին կարիքներին, այլև մենք մեր հարևան երկու պետություններ էլեկտրաէներգիա ենք մատակարարում, ինչը էական կարևոր է մեզ համար։ Նաև Հայաստան-Վրաստանից դեպի Եվրոպա այնպես մի ծրագիր կար Սևծովյան էներգետիկ մալուխների, ես չգիտեմ, ոնց որ հզորությունների տարբերություն կար, ինչ որ սենց։ Մենք մեր երկու հարևանների հետ ցանցերը պլանավորում ենք, այսինքն կապել ավելի մեծ հզորություններով Իրան-Հայաստան գծի կառուցման աշխատանքները դեռևս մի քանի տարի առաջ են մեկնարկել, այնտեղ որոշակի դանդաղություններ ունեն կախված շինարարական կապալառու ընկերության հետ կապված խնդիրներով, իրանական ընկերություն է, աշխատանքները հիմա ընթանում են եւ շուրջ 85% կատարողական ունենք այս մասով։ Իմ ակնկալիքը իրականում այն է, որ մենք 2026 թվականի ընթացքում վերջապես այս աշխատանքը ավարտած կլինենք եւ Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ համակարգները ավելի մեծ թողունակությամբ կկարողանան կապվել եւ մենք ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիա կկարողանանք արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Վրաստանի մասով մի փոքր այլ իրավիճակ է, այնտեղ մենք մրցույթային գործընթացների ամփոփման փուլում ենք, բայց պիտի արձանագրեմ, որ այստեղ էլ մրցույթային գործընթացներն էին դանդաղել եւ մենք վերջին մի քանի ամսվա ընթացքում արդեն երկու լոտերի մասով կայացած մրցույթ ունենք, մեկի մասով ամփոփման գործընթաց ունենք եւ հույս ունեմ արագ շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Իսկ այդ նոր ատոմակայանի մասին պատմությունը որ փուլում է, որովհետև ես գիտեմ, որ մի քանի տարբեր երկրների հետ ենք բանակցում եւ որոշում կա ում հետ եւ ինչ տիպի ատոմակայան ենք։ Մենք որոշել ենք տեսակը, ինչ ձևի ատոմակայան ենք պատկերացնում, այո, դա մի քանի մոդուլներից կազմված ատոմակայան է, որը ճկունություն կհաղորդի մեր էներգետիկ համակարգին, սա շատ կարևոր է, որտեղ արևայինների ծավալի աճով պայմանավորված մենք ստիպված ենք լինում օրվա որոշակի ժամերի մեր հիմնական հզորությունները կամ իջացնել կամ հանել էներգետիկ համակարգից։ Ինչ մոդել կընտրենք արդեն եւ դրանից կախված որ երկրի արտադրանքը կլինի, այս հարցը այս պահին մեր օրակարգում է եւ սրա շուրջ առանց շտապելու որոշում կկայացնենք շատ մեծ հավանականությամբ 2026 թվականի ընթացքում, չեմ բացառում, որ որոշումը տեղափոխենք նույնիսկ 2027 թվական, այն վստահությամբ, որ մենք այս ամբողջ ընթացքում process-ները կկարողանանք կառավարել այնպես, որ Հայաստանը առանց ատոմային էներգիայի չի մնա։ Իսկ ինչ նախանգարում այդ որոշումը ավելի արագ կայացնել քաղաքական հարցերը, թե մասնագիտական հարցերը։ Տեսեք, մոդուլային ատոմակայանները մեր իրականության մեջ նոր են
եւ շատ քիչ երկրներ կան, որոնք այս պահին շինարարական աշխատանքների ավարտական փուլում են։ Մենք ուզում ենք ընդհանրապես սպասել ավարտին եւ գետնի վրա այդպիսի ատոմականների մի քանի օրինակ ունենանք եւ ընտրենք։ Տեսնենք ոնց են աշխատում, հա ինչ արդյունքներ են տալիս, որովհետեւ օրինակ մեր ընդդիմախոսների հարթակներում շատ թերագնահատված եւ նույնիսկ ծաղրված է մոդելային ատոմակայանների ֆենոմենը, ինչ որ կարիկատուրնի արձագանքներ են էլի դրա վերաբերյալ հնչում որ դրանք մասնագիտական հիմնավորումներ չունեն, դրանք մարտկոցներ չեն, դրանք ռեակտիվ էներգիա արտադրող մեծ հզորություններ են եւ կախված մոդուլների թվից իրենք նույնիսկ 1000 մեգավատ, որը 2.5 անգամ ավելի մեծ է, քան մեծամորի ատոմականի հզորությունը, նույնիսկ մոդուլներով 1000 մեգավատ արտադրելու հնարավորություն ունեն։ Մենք կընտրենք այնքան, ինչքան անհրաժեշտ է մեր էներգետիկ համակարգին։ Ես վստահ եմ, որ անապահովության զգացողություն եմ փորձում փոխանցել 21-րդ դարում ատոմակայանների հետ կապված, մանավանդ նոր կառուցվող ատոմակայանների հետ կապված ուրեմն անվստահությունը որակական հատկանիշներով եւ անվտանգության պայմանավորված, դա ակտուալ չի, իրատեսական չի եւ այն երկրները, որոնք արտադրում են այդպիսի ատոմակայաններ, իրենք առաջինը հենց անվտանգության հանգամանքին են ուշադրություն դարձնում եւ դժվար է օրինակ պատկերացնել նույն Միացյալ Նահանգների կողմից արտադրված անորակ ատոմակայան, Չինաստանի կողմից արտադրված կամ Կորեայի կողմից կամ Ռուսաստանի կողմից արտադրված անվտանգ, այսինքն վտանգավոր տվյալ դեպքում ատոմական, որովհետև այդ երկրները լուրջ երկրներ են, ատոմականներ կառուցում։ Մենք այլ առաջարկներ ենք ուսումնասիրում եւ բայց այս 4 երկրները որոշ հանգամանքներով պայմանավորված իրենք տարբեր տեղերում շինարարական աշխատանքների մեկնարկ ունեն տրված եւ ակնկալում ենք, որ իրենց փորձը ուսումնասիրելով ճիշտ որոշում կկայացնեն։ Դավիթ, իսկ որոշումը լինելու է քաղաքական թե մասնագիտական։ Լինելու է մասնագիտական եւ լինելու է տնտեսական, որովհետեւ առաջարկվող ատոմականների գները իրենք խիստ տարբեր են մեկը մյուսից, իսկ մենք պիտի հաշվի առնենք, որ մեզ համեմատաբար ավելի մատչելի գնով է ատոմական պետք, ինչը ավելի քիչ ազդեցություն պիտի ունենա էներգետիկ համակարգում սակագնի վրա, ինչը էական կարևոր է։ Օրինակ մեզ այս հարցում հորդորում են տարբեր կողմերից, ընդ որում տարբեր մարդիկ տարբեր բաներ են հորդորում, բայց հորդորում են աշխարհաքաղաքական որոշում կայացնել, կախված էներգետիկ համակարգի, չգիտեմ, մի դեպքում դիվերսիֆիկացիայի հետ, մյուս դեպքում բանի մեր ավանդական գործընկերների հետ աշխատելու։ Մենք լսում ենք բոլոր հորդորները եւ կկայացնենք այնպիսի որոշում, որը Հայաստանի Հանրապետության շահերից է բխում, բոլոր առումները հաշվի առնելով, այդ թվում նաև էներգետիկ դիվերսիֆիկացիայի, այդ թվում նաև տնտեսական, որտեղ նորից պիտի կրկնվեմ, առաջարկող ատոմականների գները իրարից խիստ տարբեր են։ Քաղաքական բաղադրիչ կլինի այդ որոշման հիմքում։ Նա ինչ նկատի ունեն քաղաքական բաղադրիչ ասելով, բայց հիմնական առանցքային նշանակությունը կունենա որոշում կայացնելու մասով, իմ ասած հանգամանքները։ Հասկանալի է, Դավիթ, մի ուրիշ բան էլ կա, որ էլի ձեր նախարարության ենթակայության ներքո է ինձ ամենահետաքրքրող թեմաներից մեկը նույնպես ենթադրում եմ քաղաքացիներին, էլի քաղաքականապես այդ բանի տարատիմերի հարցն է, մեր վերջին տարիներին, այսինքն մեր իշխանության օրոք բոլոր համայնքները խոշորացան եւ կարողանում են խոշոր նախագծեր անել։ Այստեղի դեպի ինչ նորություններ ունենք։ Չեն խոշորացել բոլորը, բացառությամբ մի քանի փոքր համայնքի։ Կան հիմա կասեմ ինչ նկատի ունենք, մենք 2025 թվականի ընթացքում խոշորացված համայնք ենք ավելի խոշորացրել, խոսքը քո ծննդավայրի Խոյ եւ Վաղարշապատ համայնքների մասին է խոսքը։ Այս process-ը չի կանգնել եւ այս process-ը չի կանգնելու։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 3 նոր համայնքների մասով վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունների առաջարկություն է արել եւ մենք 2026 թվականի ընթացքում պլանավորում ենք միավորված համայնքների վերամիավորում իրականացնել։ Սյունիքի մարզում նախնական մեր պատկերացումները հետեւյալն են, Սյունիքի մարզում կունենանք այդպիսի վերամիավորման գործընթաց, Վայոց ձորի մարզում կունենանք եւ Լոռու մարզում կունենանք։ Իսկ բաները կան, նախագիծը կա արդեն հրապարակային։ Կա այս պահին նախագծի հետ կապված ավարտական փուլում ենք եւ առաջիկայում նաեւ
արդեն պաշտոնական շրջանառումը կունենանք եւ այս հարցով առիթ կունենանք ազգային ժողովում ներկայացնել եւ նախորդիվ խոշորացված համայնքների ուրախությամբ եմ ես ազգային ժողով գալիս իրականում ամեն անգամ, մասնավորապես երբ որ հարցը վերաբերվում է համայնքներին, կարևոր թեմա է մեզ համար, որովհետև նախարարությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլոր հնարավոր գործիքներով ուզում է ուժեղացնել համայնքներին եւ մեր պատկերացումը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության համայնքները պիտի լինեն ինքնաբավ, պիտի ունենան մեծ կարողություններ իրականացնելու ինչպես ենթակառուցվածքների զարգացման ուղղված ծրագրեր, այնպես էլ ընթացիկ աշխատանքներ իրականացնելու, այդ թվում նաեւ համայնքի բնակիչների առօրյական սպասարկում իրականացնելու, որովհետև իրենք առաջին օղակն են եւ իրենք ամենակարևոր օղակն են, ովքեր շփվում են քաղաքացիների հետ։ Եվ մեր բոլոր ծրագրերը, ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը, հրատապ, ուրեմն անելիքների մեր ծրագրերը, վերջին տարիներին նաեւ մասնակցային բյուջետավորման ծրագրով իրականացված մեր բոլոր աշխատանքները ուղղված են դրան տեղում կարողություններ ձևավորելու եւ ուրախ եմ արձանագրել, որ մեր համայնքները այլևս 10 տարի առաջվա համայնքները չեն, իրենք ավելի մեծ կարողություններով, ավելի հավակնոտ, ավելի մեծ ծրագրեր իրականացնող, ուրեմն կառույցներ են եւ համայնքներ են։ Մենք այս պահին 70 համայնք ունենք Վաղարշապատի եւ Խոյի միավորումից հետո, որոնցից կլոր թիվը կփոխվի, առաջիկայում կարծում եմ կփոխվի։ Մի ուրախացեք 67, հա, փաստորեն։ Ավելի քիչ, որովհետեւ 67-ի փնջում կլինեն մի քանի միավորված համայնքներ, այսինքն մեր պլանավորմամբ կան 3 միավորներ, 3-4 միավորներ, որոնք չէ, ունենք տեղեր, որտեղ 3 համայնքների միավորումից կստեղծվի նոր համայնք։ 66-ի վրա կանգ չենք առնելու, այդ թիվը ավելի պակաս կլինի։ Դե գիտեք, Երևանը չխոշորացված համայնք է, չխոշորացված է նաև Գյումրին եւ ազգային փոքրամասնություններով բնակեցված եւս 5 համայնքներ այս պահին խոշորացված չեն, իսկ ընդհանուր Հայաստանի Հանրապետությունում խոշորացված համայնքների թիվը 63-ն է հիմա, որը արդեն ասացի կպակասի։ Եթե կարևոր արձանագրում անեմ, պիտի անդրադառնամ մարդկային ռեսուրսին։ Մեր համայնքները միավորումից հետո, խոշորացումից հետո կարողացել են մարդկային մեծ ռեսուրս գեներացնել եւ եթե ես համեմատեմ օրինակ իմ պաշտոնավարման առաջին շրջանը 2018-2021 թվականները, նույնիսկ Արմավիրը, որ քաղաքային բնակավայր էր, մեզ համար դժվար էր օրինակ իրավաբան գտնել, գնումների մասնագետ գտնել, աշխատավարձներն էին ավելի ցածր, մասնագիտական կարողություններն էին ավելի պակաս, իսկ հիմա պիտի արձանագրեմ, որ մեր համայնքները ունեն շատ լավ հաստիկացուցակներ, հիմնականում հաստիկացուցակները համալրված են եւ էական մասնագիտական պոտենցիալի կուտակում է տեղի ունեցել համայնքներում, ինչը վստահություն է տալիս, որ համայնքները զարգացման ճիշտ ճանապարհով են գնում։ Մենք էլ որպես կառավարություն պատրաստ ենք աջակցել եւ աջակցում ենք 24 ժամյա ռեժիմով մեր համայնքներին։ Դավիթ, այդ որ ասացիր, որ մենք պատրաստ ենք 3 տեղ համայնք խոշորացնել Վայոց Սյունիքում եւ Լոռիում, վստահ եմ, որ սա ամենաբուրն արձագանքն է ունենալու այս մեր քննարկած թեմաներից նորությունը մարդկանց համար եւ մենք հիմա անդիմությունը ասելու է, որ մենք միավորում ենք, որպեսզի կարողանանք իշխանություն վերցնել, նույն խոսակցությունն նույն պատմությունը ինչ որ Խոյի եւ Վաղարշապատի կապված նույն խոսակցությունն լինելու։ Հավանաբար Վանաձորի մասին կմտածեն Լոռի հետ կապված եւ այնտեղի այդ բանը Եթե այդպես է ինտրիգը սպանեմ, մեր ուրեմն Վանաձորը չի լինելու մեր առաջարկված ուրեմն վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների շրջանակում, երբ որ ցանկը հրապարակվի վերջնական իրականում կտեսնեմ, որ նույն տրամաբանությունն է, ինչը որ նախորդ մոնտաժենք էս ինտրիգի բանը, կոտրելու բան։ Ես առաջարկում եմ այնուամենայնիվ լարումը չհասցնել ամենաբարձր մակարդակի վրա եւ ֆիքսել, որ խոսքը չի վերաբերվում Վանաձորին։ Ամենայն հավանականությամբ այդ համայնքներում կլինեն, այդ համայնքների թվում կլինեն համայնքներ, որտեղ համայնքապետը ԿՊԱ-ական չի, հետեւաբար դրանց հետ կապված քաղաքական խոսակցություններ են լինելու, ասելու են խոշորացնում եք, որ ԿՊԱ-ն։ Ես հիմա մտովի գնում եմ իմ ասած մարզեր, կան համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարները ԿՊԱ-ական են, կան որտեղ ԿՊԱ-ական չեն, բայց նորից եմ ասում, քաղաքական այս կտորը
ընդհանրապես նշանակություն չունի, որովհետև մենք հիմնականում խոսքը վերաբերվում է գյուղական բնակավայրերից կազմված փոքր ուրեմն միավորներին, ավելի փոքր քան խոյներ, եւ ես կարծում եմ, որ միավորման դեպքում խոյը իրականում փոքր չէր, բնակչության թվով գոնե տարածքով կարող է եւ բնակավայրերի թվով մենք հիմա միավորման այս գործընթացում շատ ավելի փոքր բնակավայրերի թվով եւ շատ ավելի փոքր բնակիչների թվով ուրեմն համայնքներ ենք միավորում կառավարման արդյունավետությունը բարձրացնելու իմ նշած քաղաքականությունը իրականացնելու համատեքստում բացառապես եւ ոչ թե ընտրական ինչ-որ բաներ հաշվի առնելով մանավանդ ընտրությունները պլանավորված են համապետական ընտրություններից հետո իրականացնել եւ որպես այդպեսին էլ այդ խոսակցությունը ակտուալ չի լինելու որ արագ ինչ-որ բաներ են անում որպեսզի ԿՊ-ական համայնքի ղեկավարներ ընտրվեն այդ տեղերում որպեսզի իրենք կարողանան ձայներ ապահովել քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար համապետական ընտրություններին ընդառաջ մենք որպես այդպեսին այդ խնդիրը չունենք եւ չենք առաջնորդվում դրանով առաջնորդվում ենք համայնքի շահերով ինչը ամբողջությամբ իրականություն է ցանկնել հրապարակվի արդեն կտեսնեք այդ որ ընթացքում ասում եմ մտածում եմ ԿՊ-ականել կան ոչ ԿՊ-ականել կան որ մտածում եմ ընթացքում դե դա մեր հիմիկվա համայնքային մշակույթին բնորոշ բան է ընտրական մշակույթին բնորոշ բան է ես մի կարևոր բան կուզեմ այս կոնտեքստում ասել մենք պետական համաֆինանսավորման ամենամեծ ծավալը այսինքն պետբյուջեից ամենաշատը ֆինանսավորված համայնքների մեջ համայնքային կառավարման զգալի կտորակ այն համայնքներում են որտեղ ԿՊ-ական համայնքի ղեկավարներ չկան Энտուզիազմով են աշխատում, որ նորից ընտրվեն, ինչը լավ բան է, էլի, այդ առումով քաղաքացիների համար։ Մենք չենք խոչընդոտում, եթե նույնիսկ այդ նպատակը հենց այդ է, մենք դրան չենք խոչընդոտում։ Հայացքը ուղղված է դեպի քաղաքացիները ու ընտրվելու ձևը քաղաքացիներից քվեստանալն է։ Շահի ապահովում է մեր համար կենսական կարևորություն ունի։ Մանավանդ ժամանակը ցույց տվեց, որ թիմ ընտրությունները իրենց բովանդակությամբ այլ ընտրություններ են, համապետական ընտրությունները այլ ընտրություններ են եւ եթե 2021 թվականին քաղաքացիական պայմանագիրը բոլոր խոշոր քաղաքներում բացառությամբ Քաջարանի ընտրությունները հաղթել էր, չնայած ես հիմա շատ բոլոր բնակավայրերում բացառությամբ Քաջարան բոլոր խոշոր քաղաքներում բացառությամբ Քաջանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը համապետական ընտրություններում առաջին տեղն հաղթել էր, այո Չնայած ես հիմա վստահ եմ, որ Քաջարանում էլ մենք շատ ավելի մեծ թվով քվեներ ենք ստանալու, քան 2021 թվականին ենք ստացել, բայց դրանից հետո անցկացված թիմ ընտրություններում ոչ բոլոր տեղերում էր որ քաղաքացիական պայմանագիրը հաղթեց։ Հետևաբար սրանք տարբեր բաների մասով խոսող ընտրություններ են։ Այս 70 համայնքներից 38-ում է որ քաղաքացիական պայմանագիր կամ իշխանություն ունի կամ կոալիցիոն իշխանություն է, օրինակ Երևանը այդ 38-ի մեջ է, որովհետև առանց կոալիցիայի չեն կարող իշխանություն ունենալ եւ էլի տենց եւս երկու այդպիսի համայնքներ կան ու սա շատ հետաքրքիր է որովհետեւ ես հիշում եմ երբ որ նախորդ շրջանում էր բանը համայնքային թիմ ընտրություններ, հա, տեղական գյուղական ընտրություններ էին դրանք կամ քաղաքային, խոշորացված չէին համայնքները, բայց այնտեղ գրեթե միշտ քվոտավորված էր իշխանական ուժերի միջև, թե որ տարածքը կամ որ գյուղը, որ իշխանական ուժին ապատկամ ու ոնց որ տեխնացուներն էլ այդ շրջանակից են։ Օրինակ մեր մոտ եղել է որ ՀՀԿ երկու տեխնացու են իրար հետ մրցել, բայց ՀՀԿ Գյուղերը կարող որտեղ ավանդաբար իշխանությունը դաշնակցությանն էր, դե բնականաբար հիմնական հատվածում ավանդաբար իշխանությունը հանրապետականինն էր եւ եթե ստացվում էր որոշակի բացառություններով, այո, տեղեր կար Կոտայքի տարածաշրջանի շատ գյուղերում հիմնականում Կոտայքի տարածաշրջանի շատ գյուղերում ԲՀԿ-ն էր Արագածոտնի տարածաշրջանի բազմաթիվ գյուղերում դաշնակցություններ եւ մնացած հանրապետության տարածքում հանրապետականներ եւ եթե ստացվում էր ինչ որտեղ ինչպես նոր կյանք գյուղում հաղթել հանրապետականին, ապա դա տարվա քաղաքական ամենակարևոր իրադարձություններ համարվում իսկ այսօր ես չեմ հասկանում ընդդիմությունը դժգոհություն ունի բայց տեսեք օրինակ ինչքան ընդդիմադիր համայնքի ղեկավարներ կան ովքեր աշխատում են
իրենց մի մասը իրականում լավ էլ աշխատում են, եթե մենք հաշվի առնենք նաև այն աշխատանքները, որոնք իրենք իրականացնում են, այդ թվում կառավարության ֆինանսավորմամբ, կառավարությունն էլ չի խուսափում ֆինանսավորել այդ համայնքներում աշխատանքը, եւ եթե մոնիտորինգի անհրաժեշտություն լինի, իմիջիալոց մեր գործընկերներին կառաջարկեմ ուսումնասիրել ըսի մասածը եւ իրենք էլ կտեսնեն, թե համաֆինանսավորման ծավալով ինչպիսի մեծ ծավալ կա ընդդիմադիր համայնքի ղեկավարներ ունեցող համայնքներում։ Այս 2017-ին չէ, կարծեմ նոր կյանքում Գարիկը հաղթեց 2016 կամ 17։ Ահա, այսինքն հեղափոխությունից մոտավորապես 1.5 տարի 2017-ներ։ Եվ այս վերջի 8 տարիներին ես անդադար տարբեր ընդդիմադիր հարթակներից լսում եմ, որ ոնց թե ՀՀԿ-ի ժամանակ ընդդիմադիրներ չէին հաղթում, բանոր կյանք գյուղում ոնց, ու այդ մի օրինակ դա իրանք ուրիշ օրինակ չունեն։ Ես ուրախ եմ, որ ՀՀԿ-ն մեր համար կարևոր իրականում նոր կյանքի հաղթանակը քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար առանցքային կարևորություն ուներ, որովհետև մենք նախորդ բոլոր ընտրություններում պարտվել էինք Վանաձորի ընտրություններում, Գյումրիի ընտրություններում, այնտեղ հաղթելու շանս չկար։ Լավ կազմակերպված աշխատանքի եւ Գարիկի հեղինակության հաշվին ենք մենք այդ ընտրությունները հաղթել եւ ես հիշում եմ ինչ ողջավորություններ տիրում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում այդ օրերին եւ կարծում եմ որ նաեւ այդ ընտրություններում հաղթելն էր կարևոր ուրեմն հանգամանք հետագային գործողությունների հետ կապված, որոնք Հայաստանում բերեցին Թավշյա Ոժբռնի հեղափոխության հաղթանակին։ Բայց եթե օրինակ այս համեմատության մեջ նայենք, քանի բան կա, բնակավայր կա Հայաստանում, շուրջ 1000, եթե բնակավայրը 1000 բնակավայր կա, այս համեմատության մեջ նայենք, իրանք այդ 1000-ից մեկը, բառացման իմաստով 1000-ից մեկն է Գարիկը, 1000-ից մեկի օրինակն եմ բերում, բայց ես երբ որ փորձեցի հաշվել, թե քանի համայնքներում մենք չունենք մասնակցություն իշխանությանը, համայնքային իշխանությանը բնակավայրերը հաշվեցի 356 գյուղական բնակավայրի եւ 21 քաղաքային բնակավայրի մասին է խոսքը, այս թվերը փորձեմ հիշել։ Հա, թե ինչպեսի ավտորիտար իշխանություն է քաղաքացիական պայմանագիրը։ Ու այս բանի հետ կապված, համայնքների հետ կապված, ես օրինակ շատ քննադատություն եմ լսում համայնքային ընտրությունների, համայնքային իշխանությունների զավթման այս կոնտեքստում շատ մեծ քննադատություն եմ լսում ու ես չեմ հասկանում ինչն է քննադատության թիրախը, եթե օրինակ շուրջ 400 բնակավայրերում ընդդիմություն ունի իշխանություն, ընդդիմադիր տարբեր կուսակցությունների ունեն իշխանություն, ընդ որում նա եթե իրանք 32 համայնքում, հա, եթե 32-ն են մտակ ոչ իշխանական տեխնացուներ են, նաև այնտեղ վարչական շրջաններ կան, որտեղ կարող են իրենց կուսակիցներին նշանակել, այդ կուսակիցները որպես քաղաքական գործիչներ կարող են ձևավորվել, պետական համակարգում աշխատանքային փորձ ունենալ, տարբերությունն է հիշում ես, որ մեզ ասում են երիտասարդ եւ անփորձ են, որտեղ մենք պետական համակարգում փորձ ունենալու շանս չունեինք։ Իսկ մենք կուսակցական ռեսուրսը կարան ատանեն այնտեղ աշխատան։ Կուսակցական ռեսուրսը տանեն այնտեղ, պետական համակարգում փորձ ձեռք բերեն, կան համապետականին առաջարկեն իրանց որակյալ փորձը։ Մեր առաջ դրած խնդիրը Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում պետական կառավարման բոլոր օղակներում որակյալ մասնագետներով ապահովումն է անկախ քաղաքական հայացքներից եւ վստահաբար բոլոր կամ ճնշող մեծամասնությամբ այն դեպքերում որտեղ համայնքային իշխանությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չի այդ բոլոր դեպքերում համայնքի ղեկավարները վստահ են որ հաստատելու են իմ խոսքերը եւ իրենք էլ վստահ են որ տեսնում են այն աջակցությունը, որ կա կառավարության կողմից, անկախ քաղաքական այս կամ այն հանգամանքը հաշվի առնելու։ Եվ այս ամբողջ համակարգում ներառված են, ընդգրկված են 21 կուսակցություններ, որոնք տարբեր համայնքներում իշխանությունը միասնություն պաշտում է։ 21 կուսակցություն ասելու հետ ես համաձայն չեմ այն հանգամանքով, որ շատ դեպքերում կուսակցություններ են հիմնվել բացառապես այդ ընտրություններում մասնակցելու համար։ Որպես այդպեսին իրենք քաղաքական դաշտում աշխատող կուսակցություններ չեն եւ հիմնվել են մասնավորապես նախորդ ժամանակահատվածում երբ որ թույլատրվում էր ազգանուններով դաշինքներ, ազգանուններով կուսակցություններ հիմնել, շատ դեպքերում հիմնել են բացառապես այդ տեղի ընտրություններին մասնակցելու համար։ Դաշինքները դե բարձա, որ իմիջիալ հիմա էլ հերթապակ կուսակցություններ կան,
ովքեր հերթապահ կուսակցություններ են եւ շատ դեպքերում այդ կուսակցություններին դիմում են իրենց անունը օգտագործելու համար բացառապես որովհետեւ հիմա միայն կուսակցությունով կարան մասնակցեն կուսակցությունը վերցնում բանով վարսիթով նախընտրական շրջանում վարսիթով կուսակցություններ կան դա ուրիշ բանի մասին է այսքո ասած ուրիշ խնդրի մասին է խոսում այն մասին է խոսում որ կուսակցական համակարգը այնքան կայացած չի որ անհատներն են ընտրում շարունակում են անհատներին բնականաբար օրինակ Վարդանիկը Գյումրիում հանդես էր գալիս կոմունիստական կուսակցությունով եւ կոմունիստական կուսակցությունը իշխանություն ունի Հայաստանի ինչ որ հատվածում Հայաստանի Հանրապետությունը եզակի երկրներից է որտեղ կոմունիստական կուսակցությունը դեռևս իշխանություն ունի եւ ինչպիսի իշխանություն ունի ընտրություններում զբաղեցել է երկրորդ տեղը եւ պարտվել է միայն քաղաքացիական պայմանագրին իհարկե բազմաթիվ այլ հանգամանքներ էլ հաշվի առնելու կան եւ այս մասով եւ ձեր քո թվարկած մյուս կտորներով օրինակ Գյումրիում եւ Փարաքարում նույն օրը իրարից մոտավորապես 70-80 կիլոմետր հեռավորությամբ երկու համայնքներ են կա քաղաքական ուժ որը մասնակցել է եւ ստացել է Փարաքարում օրինակ 50+, իսկ բանում Գյումրիում չի հաղթարել անցողիկ շեմը այսինքն սրանք անձով պայմանավորված ընտրություններ են ցավոք սրտի որովհետև իրականում թիմ ընտրությունները ամենակարևոր քաղաքական ընտրություններն են, բայց հաշվի առնելով որ լոկալ տարածքում է անցկացվում այս ընտրությունը եւ անձի հեղինակությունը էական ազդեցություն ունի ընտրության արդյունքների վրա, մենք շատ դեպքերում ունենում ենք ուրեմն այդպիսի պատկեր, չնայած այդ դեպքերում էլ այնտեղ որտեղ ընդդիմությունը պարտվել է դա ջարդում են անձի գլխին, իսկ այնտեղ որտեղ ընդդիմությունը հաղթում է, անձից առանձնացնում են, ասում են այ քաղաքական ուժի հաղթանակի արդյունքում վառ օրինակ ոչ վաղ անցյալում երկու ընտրություններ, նույն օրը անցկացված երկու ընտրություններում քաղաքական ուժ կա, որը միտեղ հավաքել է 50+1, մյուս տեղում անցողիկ շեմը չի հաղթարել, հետևաբար կոնկրետ անձի հեղինակության պայմանավորված ընտրություններ են, ինչը որոշ առումով նաև բնական է եւ մենք հասկանում ենք, որ կա նաև այդ տրամաբանություն, որովհետեւ իրականում տեխնացուի գործոնը առանցքային կարևորություն ունի, մենք գնում ենք այն ճանապարհով, որ ավականու ինստիտուտի դերը համայնքային կառավարման մեջ բարձրացվի եւ դա յուրաքանչյուր օր բարձրանում է, բայց որոշումների զգալի մասը իրականացնում է քաղաքապետը, համայնքի ղեկավարը եւ դա այն փաստն է եւ այն արձանագրումն է, որ մենք ունենք 2026 թվականի տարեսկզբին։ Իսկ մենք տարբերություն տեսնում ես մի քանի տարի առաջվա թիմ ընտրությունների քաղաքականացվածության, ոչ թե անձնավորվածության, հա, կուսակցականացվածության, եթե ասենց ասեմ, ու հիմիկվա միջև թե դեռ շատ երկար ճանապարհ կա միջև անձերից անցնենք դեպի քաղաքական միավորներ, քաղաքական ուղղություններ ընտրելու։ Երբ որ քաղաքական անձերով էր պայմանավորված ընտրությունները, անձի գործոնը շատ ավելի առանցքային էր։ Եվ մասնավորապես խոշոր քաղաքային բնակավայրերում այդ ընտրությունները քաղաքապետի ընտրություններ էին եւ էական նշանակություններ թողել անձը։ Հիմա այդ հանգամանքը իհարկե միանշանակ կա, առաջին համարից է կախված եւ առաջին համարի լիդերությունից է կախված մեծ հաշվով ընտրությունների արդյունքները եւ ավականու ցուցակը էական ազդեցություն ունի, բայց դեռևս ոչ որոշիչ ազդեցություն ունի այս հանգամանքում եւ մարդկանց գիտակցության մեջ սրանք դեռևս շարունակում են մնալ ոչ թե թիմ ընտրություններ, այլ քաղաքապետի ընտրություններ եւ այդ օրվա ընտրական խոսույթն էլ բոլոր բնակիչների մոտ հետեւյալն է մենք ընտրում ենք քաղաքապետ։ Երկար ճանապարհ ունենք անցնելու այս առումով, բայց պիտի ասեմ, որ էական առաջընթաց ունենք նաև, որովհետև տեխնացուները աշխատում են ավելի ներկայանալի ցուցակ ներկայացնել, որ այդ պահին եւ ընտրություններում հաջողության հասնելու շանսերը ավելի մեծ լինեն եւ հետագայում նաև էֆեկտիվ կառավարման, որովհետև փաստացի իրականում ավականին է կառավարում համայնքը, այսինքն այդպիսին է, որ պիտի ավականին կառավարի համայնքը եւ որքան էլ քաղաքապետի կամ համայնքի ղեկավարի անձնավորած դերը կարևոր է, այնուամենայնիվ ավականու ինստիտուտի շարունակական դերի շարունակական բարձրացման ականատեսն ենք մենք։ Մանավանդ որոշ դրվագներ եղել են ավականիների խմբակցություն փոխելու կամ խմբակցության դեմ քվեարկելու այդ ընթացքում համայնքը ապագա մասնակիցները հասկացան, որ ավականու ինստիտուտը կարևոր է պետքա գերֆիլտրված ցուցակներ են փորձում հիմա տանել, ինչը վատ չի եւ ինչը լավ է։ Լավ մարդկանց լավ գործընկերներ ներգրավել
Եվ գիտես, ես ինչ եմ մտածում, ամեն մեկը իր հայացքով լավ էլի, ես ինչ եմ մտածում, այս Գյումրու ընտրություններին կարծեմ 9 հոգեր, չէ, մասնակցային 9 քաղաքական ուժեր մասնակցել, այդ բոլոր 9 քաղաքական ուժերի առաջին համարները կամ ոչ կուսակցական էին, կամ վերջին մի քանի ամսվա ընթացքում էին դարձել կուսակցական, ներառյալ մերը։ Այսինքն այն որ անձերը շարունակում են կարևոր դեր ունենալ, սա մի իրողություն է, որի հետ պետքա հաշվի նստելով աշխատել թիմերում, որովհետև մարդիկ շարունակում են մարդկանց ընտրել ու դեռ շատ ճանապարհ կա մարդկանց սովորեցնելու, որ ցուցակներին, նախընտրական ծրագրերին, կուսակցություններին ընտրեն։ Եվ ես որ քեզ հարցնում եմ դու տարբերություն զգում ես մի քանի տարի առաջվա ու հիմիկվա միջև, ես օրինակ շատ մեծ տարբերություն չեմ զգում, բացի նայած որ ավական ցուցակները ավելի բան է խելամիտ են կազմում։ Ես տարբերություն տեսնում եմ, ճիշտ է տարբերությունը այնքան չի, ինչքան մենք պատկերացնում ենք, կամ ինչքան երևի մենք ցանկանում ենք որ պիտի լիներ, բայց ակնհայտ է որ տարբերություն կա, ավելի են քաղաքականացվել ընտրությունները, ինչը շատ բնական է եւ շատ տրամաբանական է։ Երբեմն որոշ տեղերում տարբեր քաղաքական ուժեր աշխարհաքաղաքական երանգ են տալիս նաեւ թիմ ընտրություններում, ինչը մեծ հաշվով տվյալ պահին շահարկման հիմնական նպատակ ունի, ոչ ավելին կարծում գնում ենք այն ճանապարհով, որ այս ընտրությունները ավելի քաղաքական եւ քաղաքական ուժերի գործոնով պայմանավորված ընտրություններ են դառնալու։ Հույս ունեմ մեր հաջորդ շրջափուլում կարձանագրենք, որ այո, այս պահին ունեցած մեր զգացողությունը ճիշտ է, իսկ մենք տարեվերջին մեծ խմբում համայնքների նորից ընտրություններ կհասկացնենք։ Իսկ եթե իսկապես բան լիներ, քաղաքական հետևողականության տրամաբանությունը աշխատեր, ԿՊ-ն պետքա բոլոր տեղերում բացի քաջարյանց հաղթած լիներ։ Բայց որոշ տեղերում եթե կապենք սա թիմ ընտրությունների արդյունքների հետ, համապետականը եւ նույն ընտրությունը կատարեին մարդիկ։ Այո, բայց մարդիկ միտեղ գոհեն ուրեմն համայնքային իշխանությունից եւ ընդհանուր երկրում գոհեն պետական իշխանությունից։ Անցած տարվա այդ 3 ընտրությունները, Դավիթ, շատ հետաքրքիր ախտորոշում, հա, կարելի է ասել, ախտորոշում տվեցին այդ ընդհանուր քաղաքական դաշտի իրավիճակի մասին։ Ես մի քանի բան եմ արձանագրել։ Օրինակ Գյումրիում այդ պարտվելուց հետո հաղթելով քաղաքական բանի պայմանավորվածության արդյունքում ինչը ես համարում եմ նորմալ, հա, որ մարդիկ կարան առաջ տեղում չլինեն, կոալիցիաներ կազմեն, այդպիսին է Հայաստան քաղաքական համակարգը, ընտրական օրենսգիրքը, դրանից հետո բաներ, մի հատ այնպիսի իրավիճակ էր, ԿՊ-ն Հայաստանում իշխանություն կորցրել է, տեսեք, բանի քաղաքացիների արձագանքը, ձեր վարած քաղաքականությանը, բաներ, սարքեցին համապետականի կոնտեքստում, հետո դե այս եկեղեցու շուրջ իրադարձություններն էին տեղի ունենում ու շատ մեծացրին, ուռճացրին Էջմիածնի ընտրությունները, վաղ շաբաթի ընտրությունները, որ հեսա կտեսնեք շոթու ոնց կարձագանքի եւ դա սարքեցին ընդդիմադիրները, ստեցին եկեղեցու մասին ընտրություններ, որից հետո ԿՊ-ն հաղթեց, միանձին հաղթեց։ Ինչից հետո մոռացան ինչի մասին էր ընտրությունները։ Ժամային հավաքվել։ Հա, հետո ասին դե բանը Մեխակյանը չէր ասոցացվում ԿՊ-ի հետ դրա համար ընտրեցին իրան։ Այ ես կուզեմ պիտի ընդհատեմ քեզ եւ անդրադառնամ հենց այն կետին, երբ որ ասում ենք Մեխակյանը չէր ասոցացվում ԿՊ-ի հետ։ Բան Մեխակյանը, երբ որ Սարիկ Մինասյանը վերջ ընտրությունից մի քանի ամիս առաջ հենց այդ է ուզում ասել, Գյումրիում ուրեմն Վարդան Ղուկասյանը ասոցացվում էր կոմունիստական կուսակցության հետ։ Դա ինդիմության հետ էլի։ Քոչարյանի հետ ասոցացվում։ Չէ, իրենք տեսեք, ես կուզեմ շատ կարևոր անդրադարձ անենք այս հարցին։ Հիմնականում ընդդիմությունը պահում է իրանց կուսակցությունների անունները եւ եթե մենք օրինակ տեսնենք, իրանք հանրապետական կուսակցության թեկնածու որպես այդպեսին, դաշնակցության թեկնածու որպես այդպեսին, չկա Քոչարյանն էլ քաղաքական ուժ չունի, մեծ հաշվով դաշինքով են հանդես գալիս եւ որպես այդպեսին դաշինքի թեկնածու էլ չկա, եւ քաղաքացիական պայմանագիրը այն եզակի քաղաքական ուժերից է, ով որ հանդես է գալիս քաղաքացիական պայմանագիր կուսակցության լոգոյով, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունով եւ նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմի ներգրավմամբ։ Հիմա անդրադառնանք վաղարշաբաթի ընտրություններին։ Վաղարշաբաթում մենք հանդես ենք եկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունով։
Այսինքն պաստառի վրա փակցված է եղել քաղաքացիական պայմանագիր, քաղաքացիական պայմանագիր կուսակցության լոգոն, քարոզարշավի ամբողջ ընթացքում եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավականու ցանկ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու Արգիշտի Մեխակյան։ Ի տարբերություն օրինակ հաղթանակ դաշինքի 7 տարի է կուսակցական է, էլի։ Եվ Արգիշտի Մեխակյանը վաղուց կուսակցական է, ինքը կուսակցությունով ընտրվել է նաև ազգային ժողովի падգամավոր նույն տարածքը, ուրեմն ընդգրկող ընտրատարածքից, եղել է կուսակցության Նախորդ համայնքի նշանակվել է, տեխնացու, համայնքի ղեկավարի տեխնացու եղել, մարզպետի տեղակալ, աշխատել է որպես արմավիրի մարզպետ եւ խիստ ասոցացված է քաղաքացիական պայմանագրի հետ։ Ես որպես այդ մարզի բնակիչ եմ ասում, որ Արգիշտի Մեխակյանը քաղաքացիական պայման, այո, տեղական դեմքն է եւ այդպիսի նպատակ եւ ցանկություն քաղաքացիական պայմանագիրը չի ունեցել եւ չուներ։ Երկրորդ, ուրեմն ներգրավվածություն ա եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության այլ թիմի, հիմնականում մարզային թիմի, դու էլ ես առիթ ունեցել մասնակցել, գիտես։ Մարզպետի ներգրավվածություն ա եղել է նաև իմ ներգրավվածությունը, եղել է վարչահամայնքների, ուրեմն ղեկավարների, որոնք բոլորը կուսակցականներ են եւ երբեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից առանձնանալու փորձ չի եղել։ Սրան հակառակ ձևավորվել է հաղթանակ դաշինք բացառապես վաղարշապատի ընտրություններին մասնակցելու նպատակով։ Հիմա կարող է ասեն դրա համար չի վաղը մի տեղել մասնակցեն, բայց այդ դաշինքը ձևավորվել է բացառապես այդ նպատակով։ Դիշմես Երևանում էլ հաղթանակ դաշինք կար ուրիշ ուժերից կազմված է։ Այո, ռետրո հիշողություններ են թարմացնում դաշինքի անունը հաղթանակ դնելով, որովհետև իրանք նախկինում գոյություն ունեցող հաղթանակ դաշինքի ոչ գաղափարական մասով, ոչ կադրային մասով, ոչ մի նմանություն չունեն եւ ոչ մի բան չունեն։ Դրա մաս կազմել է Դաշնակցություն կուսակցությունը։ Այդ դեպքում Դաշնակցություն կուսակցությունը ինչի իր անունով հանդես չի եկել։ Եվ հակառակ մեղադրանքը կա։ Ոնց էր առաջ տեղը Դաշնակցություն գոնե դաշինքով մասնակցում է, չէ՞։ Դա երկրորդ ուժն է փաստացի հանրապետության։ Դա ընտրություններին մասնակցությունն է 4-ը կողպված դրան հետևից։ Կան, այո, կան քաղաքական ուժեր, որոնք մասնակցում են ընտրություններին 14 կողպված դրան հետևից, Դաշնակցությունը մասնակցում է 4 կողպված դրան հետևից։ Այսինքն կա տեղ, որտեղ Դաշնակցության անունը կա, բայց այն նա, որը գալիս է պաստառի վրա, նա, որը գալիս է քվյաթերթիկի վրա, այդտեղ գրված է հաղթանակ եւ մարդը, որը կարդում է, առաջին հայացքից չի ասոցացնում Դաշնակցության հետ։ Եվ կա պաստառ, որի վրա գրած է քաղաքացիական պայմանագիր, եւ կա պաստառ, եւ կա քվյաթերթիկ, որի վրա գրած է քաղաքացիական պայմանագիր։ Եվ 4-ը դրան հետևից թիմ ընտրություններին մասնակցողները մեզ մեղադրում են ընտրություններում տեխնոլոգիական գործիք կիրառելու համար։ Նախ մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներս որպես այդպեսին խուսափելու առիթ ու պատճառ չունենք։ Բայց նաև եթե հաշվի առնենք ուղղակի թվերի հաշվարկը, մենք անդրադառնանք 2021 թվականի ընտրություններին, պարզվում է, որ մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանրապետության բոլոր համայնքներում հաղթել է բացառությամբ Քաջարյանի։ Հետևաբար նույնիսկ այդ տեսանկյունից քաղաքացիական պայմանագիր կուսակցության լոգոյից խուսափելու կարիք չկա, որովհետև դա չոր հաշվարկ է, թեկուզ եթե դա հաշվի առնենք։ Երբ որ իրանք դա կապում են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հեղինակությունը ընկել է եւ տեխնացուները փորձում են չասոցացվել, թող իրենք հիշեն, որ Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի ընթացքում բոլոր համայնքներում բացառությամբ մեկի քաղաքացիական պայմանագիրը հաղթել է։ Մյուս կարևոր հանգամանքը վաղարշապատի, որ կուզեմ ասել, դա ամփոփիչ հանրահավաքին քաղաքական թիմի լայն ներգրավվածությունն է։ Այնտեղ է եղել ուրեմն ազգային ժողովի նախագահը, պաշտպանության նախարարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը, հետևաբար մենք այնտեղ թիմով ենք գնացել եւ հաղթանակը եւ պարտությունը քաղաքական թիմիններ, բայց նաեւ վստահ ենք, որ հաղթանակ է լինելու, որովհետեւ մենք տարածաշրջանը լավ գիտենք եւ մարդիկ էլ մեզ գիտեն։ Լսի, այդ որ ասում ես բանը, քողարկված մասնակցելը, ես հիշեցի, որ Գյումրու ընտրություններում երկու տարբեր ցուցակներում հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ եմ տեսել,
որոնք ինչ որ չգիտեմ 20 քանիերորդ կամ 10 քանիերորդ համարներ պայմանական իմ հզոր համայնքը դաշինքում եւ մի բանել կուսակցության ցանկում եւ մի հատ էլ կար ընդ որում սա բանա Միջելոց իմ հզոր համայնքը այդ հերթապահ արծույթով տրվող կուսակցություններից է եւ ընտրությունից ընտրությունը ակտիվանում հիմնականում իր հովանու ներքո դասավորելով քոչարյանական ընդդիմության այն ուժերին, որոնք պլանավորում են ընտրություններն պարտվելով իշխանություն ստանձնել։ Եթե Գյումրիին անդրադառնանք, Գյումրիի ընտրությունները ամբողջությամբ դրա մասին են։ Եվ Գյումրիում ընդդիմության ճակերտավոր հաջողությունը պայմանավորված էր այդ հանգամանքով, որ քաղաքացիները չէին պատկերացնում, որ օրինակ Մարտուն Գրիգորյանը կարող է միանալ Վարդանիկին։ Եվ երբ որ իրանք տեսան, որ հնարավոր է այդպեսին, դա սկսեց աշխատել հակառակ ուղղությամբ եւ Վաղարշապատում այդ բացառվեց չնայած մեծ հաշվով Վաղարշապատում հետեւյալներ գոյություն ունեին 4-5 քաղաքական ուժեր եւ այդ 4-5 քաղաքական ուժերը ասում են, որ իրանք եկել են ԿՊ-ին իշխանազրկելու, չնայած հիմա ես չգիտեմ իրանցից ձայն չկա նույնիսկ եւ ոնց հասկանում եմ ավականու նիստերին էլ են մասնակցում կամ առնվազն նրանք ովքեր մանդատ են վերցրել մասնակցում են իմիջիայլոց ողջունում եմ այդ որտեվ ընտրություններ են զգալի թվով քվեներ կան Բաշխված նաև այլ քաղաքական ուժերի մեջ, եւ այդ իրավիճակի հետ պիտի հաշվի նստեն եւ աշխատեն ավականի իմիջիայլոց այդ կոնտեքստում ավականին բավական մեծ անելիք ունի եւ իրենք ավականու կարգավիճակով էլ եթե ուզում են իսկապես Վաղարշապատին օգտակար լինեն, կկարողանան օգտակար լինեն։ Գյումրիի ընտրություններում երբ որ այդ ստի մասը ջախջախվեց, այսինքն այն միֆը դուրս եկավ, որ իրենք առանձին քաղաքական ուժեր չեն եւ մեծ հաշվով բոլորը նույն տեղից են կառավարվում եւ եթե նույնիսկ անձնական որոշակի խնդիրներ ունեն իրար հետ, ապա իրանց ճակերտավոր ասողը կամ այս դեպքում ճակերտավորել չէ, ասողը մի տեղից է, հետեւաբար այդ սցենարը չաշխատեց Վաղարշապատում եւ չէր էլ կարող աշխատել Վաղարշապատում։ Դա լոկալ տեղային մակարդակում մի անգամ փորձելու, մի անգամ կիրառելու սցենարը։ Ընդ որում իրանք այնքան շատ խոսեցին այդ մասին, որ ասենք բոլոր մարդիկ հասկացան ինչ է կան ուժը, չեն գոնե մի քիչ բան պետք է լինել, զուսպ լինել էր ասում։ Ընդ որում մի հատ հետաքրքիր ֆենոմեն էլ կա, որ Երևանի ընտրություններում առաջ տեղը գրաված Տիգրան Ավինյանին իրանք այդ նույն մարդիկ, բարդ նույն մարդիկ ոչ թե իրար նման մարդիկ, նույն մարդիկ ասում են պարտված քաղաքապետ է ընտրությունները։ Հիմա մի հատ շատ հետաքրքիր, ես քեզ շուշուտ ընդհատում եմ, բայց մի հատ շատ հետաքրքիր բան։ Հիմա անդիմությունը սկսել է մի հատ ուրեմն այլ մեթոդիկա մաթեմատիկական, որը ուրեմն ինձ թվում է աշխարհում միայն Հայաստանի անդիմությունն է կիրառում, ինչի մասն է խոսքը։ Ոչ թե հաշվում են ընտրության մասնակիցների, որ տոկոս ձայներն է ստացել իշխանությունը, այլ հաշվում են փաստացի ցուցակում եղած մարդկանց։ Եվ ես մի անգամ զարմանք ապրեցի, հեռուստացով տեսա, որ ասում են Մեխակյանը ստացել է ձայների 20%, թե 15%, մոտավորապես sense թիվեր, հա։ Այնինչ ստացել էր ձայների 48.6%-ը ու ավականու մանդատների 57%-ը եւ ուզեցա հասկանամ ես որ ընտրությունների մասին է, որ Վաղարշապատի մասին է, որ Մեխակյանի մասին է եւ հասկացա որ մի հատ հետաքրքիր մեթոդիկա այդ դեպքում եթե այտենց հաշվենք կպարզվի Վարդանիկը ստացել է Գյումրիի օրինակ ձայների 4%-ը։ Դա մեծ հիմարություն է, Դավիթ, ոնց կարելի է հիմարություն, ասենք թոտա բան անեն 10 միլիոն հայերի տոկոս հաշվեն կամ ասենք ամբողջ աշխարհի բնակչությունը, հաշվեն նաև Սփյուռքի Վաղարշապատցիներին եւ կարող է դեպքում պարզվել որ Մեխակյան Արգիշտին ստացել է 8-ից 10% ձայն աշխարհասփյուռ Վաղարշապատցիների գործոնը հաշվի։ Երկիր մոլորակի 8 միլիարդ բնակչության մեջ տեն այնտեղ որտեղ պետք է կիրառել մաթեմատիկական կանոններ, իրանք կիրառում են մաթեմատիկական կանոններ, այնտեղ որտեղ պետք է կիրառել չգիտեմ ինչ կանոններ, իրանք գիտեն ինչ կանոններ եւ կիրառում են այդ կանոնները։ Ես մի հատ էլ դեպք եմ ուզում պատմեմ, եթե չեմ սխալվում, սա Ախուրյան համայնքում էր, բայց կարող է սխալվում եմ։ Ուրեմն դա գիտես որ բաների ցուցակների 30%-ը թե համապետական ընտրություններում, թե բաներում, տիմերում կարող են լինել ոչ այն կուսակցությանը պատկանող, որ կամ դաշինքի կուսակցություններին պատկանող, որը որ ներկայացնում է։ Ուրեմն մի դեպք է պատահել, պետք է գտնեմ դա երևի բան անեմ հրապարակեմ, որ
ՀՅԴ-ն մասնակցում էր դաշինքով ու առաջին համարի տեխնացուն կուսակցություններից մեկում դաշնակցական էր, մյուսը ուրիշ կուսակցություններ էին մասնակցում դաշինքով ու առաջին համարի տեխնացուն դաշնակցական էր։ Դե մասած ճկունությունն է, որ մեր ընդդիմությունը Եվ ես երրորդը ճկուն է եւ այո։ Հա, իրական այդ բանի բացա, երևի թե ընտրական օրենսգրքի կամ ինչ-որ պետքա քննարկել էլի քաղաքացիական որ մենք ընտրական օրենսգրքի հետ կապված այնուամենայնիվ քննարկելու հարցեր ունենք, որոնք ավելի էֆեկտիվ կդարձնեն այդ թվում նաև թիմերի կառավարումը եւ ընտրական process-ները ավելի պարկեշտ կդարձնեն, որովհետեւ սա անպարկեշտություն է, պատկերացնում ես, օրինակ մենք գնայինք բանում մասնակցեինք ով էր մեր Գյումրու տեխնացուները, որոնք մրցում էին իրար հետ այդ բանում նախնական քվեարկությամբ Արուշանյանը երկրորդ տեղում էր, առաջ տեղում Սարիկ Մինասյանը։ Երկու հատ առանձին բանով մասնակցեինք, թիմերով մասնակցեինք, մեկի վերևում գրեինք Արուշանյանն անունը, մյուսում Սարիկի, հետո կոալիցիա կազմենք, դա բան է պարկեշտության հարց է, որ դու կարես ժամկետ համայնքի ղեկավար ընտրվել եմ, մի անգամ ընտրվել եմ ուղիղ քվեարկությամբ, այսինքն ընտրվել եմ քվեաթերթիկում եղել է իմ անազգանունը գրած, քաղաքապետի ընտրություններ են եղել 2018-ի հոկտեմբերին եւ երկրորդ անգամ եղել են արդեն ավականու ցուցակով որպես այդպիսին ընտրություններ եւ ես որպես 2 ժամկետ բայց ոչ ամբողջական ժամկետ համայնքի ղեկավար աշխատասմարտ ասում եմ ընտրվելը մի խնդրեմա կառավարելը մի չընտրված մարդը ընտրություններում պարտվելով համայնքի ղեկավար դարձած մարդը անկախ դրանից որ քաղաքական ուժի ներկայացուցիչ է ինքը կառավարման ճգնաժամում է հայտնվում որովհետև դժվար է մտնել համայնքի ղեկավարի աշխատասենյակ հասկանալով որ քեզ հանդիպող ամեն 10 բնակիչներից 2-ն է քեզ ընտրել դա լուրջ մարտահրավեր է Եվ ես կարծում եմ, որ մեր նոր ընտրական օրենսգիրքը այս հարցի պատասխանը պիտի տա։ Այսինքն մեր նոր ընտրական օրենսգիրքը պիտի բացառի մարդու չընտրված լինելու հանգամանքով համայնքի ղեկավարի աշխատասենյակում հայտնվելը։ Եվ դա առաջին հերթին բխում է եւ համայնքի շահերից, եւ այդ մարդու շահերից, ով որ հայտնվել է այդ աշխատասենյակում։ Եվ վերջի տարիներին պատահած բոլոր խնդիրները առաջին հերթին դրա մասին են։ Խնդիրների զգալի մասը առաջանում է այնտեղ, որտեղ համայնքի ղեկավարը չի զբաղեցել առաջի տեղը, բայց դարձել է համայնքի ղեկավար այս իմ ասած պայմանավորվածությունների կոնտեքստում։ Եվ այստեղ ընդհանրապես կարևոր չի այդ մարդը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ է, թե այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, որտեղ համայնքի ղեկավարը 24 ժամ շփվում է քաղաքացիների հետ եւ դժվար է մտնել այդ աշխատասենյակ հասկանալով, որ քաղաքացիները քեզ չեն ուզել տեսնել այդ աշխատասենյակում, բայց դու ինչ-որ մեխանիզմների կիրառմամբ այնուամենայնիվ հայտնվել ես։ Եվ ինչքան էլ ընտրական օրենսգիրքը մեզ թույլ է տալիս այսպիսի լուծումներ տալ շատ դեպքերում, որից իմիջիալոց օգտվել է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ օգտվել է անդիմությունը, բայց սա լրջագույն մարտահրավեր է հետագա կառավարման համար։ Եվ ես ուզում եմ կոչ անել մեր գործընկերներին, որ չանեն այդպիսի բաներ։ Ընտրություններում պետք է համայնքի ղեկավար ընտրվի, ընտրություններում հաղթող տեխնացուն եւ դա բխում է եւ հաղթող տեխնացուի եւ համայնքի եւ նաեւ այն մարդու շահերից ով որ կարծում է որ չընտրվելով կարելի է համայնքի ղեկավար աշխատել չընտրվելով համայնքի ղեկավար աշխատելը չի կարելի եւ ոչ միայն չի կարելի այլև վնասակար է եւ փորձ է դա ցույց տվել դու խոսում ես ոնց որ անհատական որոշումների միգուցե մասին թե ոնց են մարդիկ որոշում չընտրված լինելով դառնալ համայնքի ղեկավար, քանի որ օրենսգիրքը թույլ է տալիս, բայց ընդհանրապես խորհրդարանական կառավարման երկրներում չեն լինում, շատ հազվադեպ են լինում 50+ ստանող կուսակցություններ։ Սովորաբար կառավարում են կոալիցիաները եւ այդ մշակույթը համատեղ կառավարելու իրար հետ կոմպրոմիսների գալու, այդ քաղաքացիների հայացքների իրար կոմպրոմիսների բերելու մասին է, որ այդ բազմազանությունը ինչ-որ կերպ կոմպրոմիսներով, կոնսենսուսներով կառուցվի եւ այդպիսին է մեր երկրի մոդելը։ Ես չեմ համարում, որ մարդկանց պետք է կոալիցիա կազմելու հնարավորություն ծրկել, այլ ընդհակառակը տպավոր իմ զգացողությունը իմ պատկերացումը քաղաքական համակարգի մասին այն է, որ մարդիկ սկսեն ընտրել քաղաքական
հայացքներով ոչ թե անձնական համակրանքով այդ ժամանակ այս բոլոր խնդիրները կլուծվեն, հա, եթե օրինակ, չգիտեմ, սոցիալիստական ուժի եւ սոցիալ-դեմոկրատական ուժերի ձայները ավելի շատ են իրանք միանում են իրար, ինչ որ այդպես կառավարման ձև կարա լինի, բայց ցավոք սրտի դեռևս այդպեսին չի համակարգու, այդ համակարգի կայանալու նաեւ խանգարում են այդ գործոնները, որ շատ հաճախ այդ 30% անկուսակցականները առաջին համարում են լինում, իրանք հայտնվում են ընտրություններից առաջ են հայտնվում այդ կուսակցության ցուցակներում, իրանք դառնում են ոնց որ տեղի ամենամեծ հեղինակությունները ներգրավում են կուսակցական ընտրություններին, տեղական ընտրություններին ու դառնում է շիլաշփոթ։ Եթե այդ կուսակցությունները տարիների վեր տեղում նույն ձևով աշխատեն, ոնց որ օրինակ կպնա աշխատում, ոնց որ օրինակ պետք է աշխատել, այդ նախընտրական բանը շիլափլավը չի ստացվի։ Եվ ես չեմ կարծում, որ պետք է բան անել, վերադառնալ որովհետև քո ասած է անձերի ընտրության տրամաբանությամբ բացառապես վերաբերվում է թիմ ընտրություններին եւ ոչ թե անձերով պայմանավորված, այլ նաև քաղաքական ուժերով պայմանավորված, բայց հետեւյալ տրամաբանության մեջ։ Ես նախորդիվ էլ ասացի, որ համայնքի ղեկավարը 24 ժամյա ռեժիմով աշխատում է բնակիչների հետ եւ ավելի բնակիչների հետ աշխատող պաշտոնյա այս պայն Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի։ Պետք է լինեն ավականներ։ Իմ ասածը վերաբերվում է հետեւյալին, որ ընտրություններում 3-րդ տեղ, 4-րդ տեղ, երբեմն նույնիսկ վերջին տեղ զբաղեցնելով կոալիցիոն այս կամ այն պայմանավորվածությունների արդյունքում շատ ժամանակ ժամկետով իրար հետ համայնքի ղեկավարի պաշտոնը կիսելով համայնքի ղեկավարը աշխատել է օգուտ չի ոչ համայնքին, ոչ պաշտոնը կիսող տեխնատուներին կամ քաղաքական ուժերին։ Իմ կարծիքով համայնքի քաղաքական մշակույթին ոնց որ ինքը այդ անցման հնարավորությունը անցումային փուլում օգտակար է վերջին տարիների խնդիրների զգալի մասը ցույց տվեց, որ առնվազն կասկածելի է քաղաքական մշակույթին, որտեղ դեռ չկա քաղաքական մշակույթ։ Բոլոր այն տեղերում կամ այն տեղերի ճնշող մեծամասնությունում, որտեղ պարտվելով տեխնացուները եկել են միացել են իրար, տեսեք, հաղթող տեխնացուի շուրջ կոալիցիան լրիվ այլ պատմություն է, պարտվող տեխնացուի շուրջ կոալիցիան լրիվ այլ պատմություն է, եւ պարտվող տեխնացուի շուրջ կոալիցիաները կյանքը ցույց տվել, որ երկար կյանք չունեն։ Դե երբ որ ասում եմ օգտակար բանին, քաղաքական մշակույթին, դա հենց այդ սովորելի պատմությունն է, որ մարդիկ դա ինքնին է, որը մենք պիտի վճարենք, ուրեմն մենք խելոք կվճարենք այդ գինը։ Իրական պետքա բան անել, էլի, վատ փորձառություններս, որ հետո հիշես, որ այս որոշումը որ կայացում ես վատալին հիշում ես որ նոր մի քիչ առաջ խոսում ենք ավականների ցուցակները ոնց է սկսել ավելի լավը դառնալ, ավելի քաղաքական դառնալ, ավելի հուսալի դառնալ ամեն մեկի համար իր հայացքով։ Մեր ժամանակի ընթացքում մարդիկ հասկանալու են որ այդ կոալիցիաները չեն աշխատում։ Այդ ձախողում են կառավարումը ամեն անգամ երբ որ իրանք ողի շուրջ են հավաքվում եւ պետքա առաջի տեղը գրաված շուրջ հավաքվել։ Ժամանակի ընթացքում այդ որոշումը, այդ եզրակացությանը գալու են մարդիկ, ընդ որում հիմա քան որ շատ բևեռացված է։ Կա ՔՊ եւ ՉՔՊ, դեռևս չկան իրար նման մի քանի ուժեր, այս թվում իրար նման մի քանի ուժեր են թվում։ Առայժմ ամեն ինչ միայն ՔՊ-ի շուրջ է, չէ։ Կամ դու ՔՊ-ես կամ ՉԿՊ-ես։ Դիմությունը գալիս ընտրությունների եւ ասում է որ այս նպատակը ՔՊ-ին իշխանազրկելն է։ Հետևաբար այդքան ժամանակ շարունակում է իրար հետ պետք է համագործակցել ՔՊ-ի շուրջ եւ կա ՔՊ եթե չի ասում որ իր նպատակը ՔՊ-ին իշխանազրկելն է ուրեմն ինքը էլի ՔՊ-ի փաթեթով է գնում այսինքն ՔՊ ՉՔՊ-ից են կողմ ուրիշ քաղաքական միավոր չկա հիմա Հայաստանում Համաձայն։ Այդ իմաստով այս երկրորդ աղմկահարույց բանն է, որ մենք այսօր ասացինք, առաջինը խոշորացումներ եւ երկրորդը։ Դե քաղաքական ընկալման մասին եմ ասում, ես հո բանից չեմ ասում, լավորից չեմ ասում։ Ես շատ կուզեի, որ այն բոլոր 21 կուսակցությունները, որոնք այս բան կառավարում են Հայաստան տեղական ինքնակառավարման մակարդակում լինեին զուտ կուսակցություններ, բայց իրանք էլ են այդ տրամաբանության բաժանված։ Վստահ եմ, որ այնտեղ նույնիսկ համայնքի ղեկավարներ կան, ում կարելի է արագ հարցը տալ, թե որ կուսակցությունով է առաջադրվել, եւ ինքը այդտեղ չկարողանա պատասխանել, որտեվ օրգանական կապ չունի այդ կուսակցության հետ, եւ իսկ ավականների մեծամասնությունն է, տեղյակ չի ինքը, եթե վարչույթով վերծված կուսակցության մասնակցել են թիմ ընտրությունների, ավականների մեծամասնությունը տեղյակ չի ինքը ինչ անով կուսակցությունն է իր ղեկավարությունը որպես այդպեսին վարձել Это проблема ոչ թե բան է, ընտրական օրենսգիրքը այդ խնդրից պետք է ազատվել, որովհետև ես չեմ հասկանում ոնց կարամ կուսակցության առաջի համարը
լինի անկուսակցական։ Իմ դրամաբանության մեջ չի տեղավորված, կարա ցուցակի առաջի համար լինի ոչ բայց այդ մարդիկ մեզ են չեմ եղադրում, որ բանը մենք ԿՊ-ից Ես բանին ասեցի, ասոցացվել եւ կտալ։ Ես առաջարկեցի, որ արգելենք օրենքով գոնե առաջի համարի կամ առաջի 10 համարի անկուսակցական լինելը, որովհետեւ խայտարակություն այն են շակում, ոչ կուսակցական գործիչ կուսակցությունով առաջադրվի տեխնացու։ Ինձ ասացին, որ դա հակաժողովրդավարական առաջարկ է եւ հակաժողովրդական բաներ չեն։ Վեր բարձրացի, բայց ես վստահ որ պաշտպանել կարիք կա էլ այս կուսակցական քաղաքական համակարգը, որովհետև ոչ մի ձև բան չի, ինչ որ դանդաղ քայլերով առաջագնում, բայց պետք է մեխանիզմներ լինեն, որ լավ պաշտպանենք այս համակարգը, որովհետև այս համակարգը ինքնին ժողովրդավարական է եւ պաշտպանության կարիք ունի ժողովրդավարությունը։ Եվ մի հատ էլ հարց կա, որը էստիմերի կոնտեքստում մեզ շատ են տալիս կամ մեղադրանք, որ շատ են հնչեցնում, ասում են դե դուք ընտրությունները չեք կեղծում, բայց ընտրություններից հետո եք կեղծում։ Ինչ ենք անում մենք հետո կեղծելով։ Օրինակ Վանաձորի դեպքում քրեական գործ է քարոզ։ Մի քանի հատ դեպք կա, չէ՞, տենց շատ բան։ Ակնառու, մեկ Վանաձորն է, դա մեկը Գյումրին եղավ, բայց էլի ոնց որ ձերբակալված կամ կալանավորված քրեական բարույթով ասնող բան է։ Դա ստագուի հիմա բազմաթիվ ցավոք սրտի բազմաթիվ տեղերում էլ քրեական գործեր կան հարուցված, որտեղ այս կամ այն ձևով ԿՊ-ականներն են անցնում եւ նաեւ օրինակ եթե հետ գանք վաղարշապատի ընտրություններին մի քանի աղմկահարույց հարցեր ընդդիմությունը առաջ բերեց մասնավորապես ընտրություններին նախորդած դողսում են որը միջոցառում է որին մասնակցել են նաեւ մեր տեխնացիները դողսներ այնտեղ աղմուկ եղավ եւ բարեգործական միջոցառումը այո աղմուկ եղավ եւ այդ ամբողջ ընթացքում դա որպես հակակարոզ եւ ընդդիմությունը եւ ցավոք սրտի ոչ միայն ընդդիմությունը, այլև քաղաք հասարակության որոշակի անդամներ դա հակակարոզ արեցին ԿՊ-ի նկատմամբ, այնինչ եթե ես իմ ունեցած ինֆորմացիան իշխանական կուսակցության միշտ ամենաշատն ունեցած ինֆորմացիան այնպեսին է, որ այնտեղ քրեական գործ է հարուցվել եւ քրեական գործը կարճվել է։ Եվ փաստացի մինչեւ հայրենիք կուսակցության վերջի ուրեմն ձերբակալությունները վաղարշապատի հետ կապված, որ օրեր առաջ են եղել, մի ուրեմն պրոբլեմատիկ հարց կար այնտեղ, որտեղ մի հոգի էր ուրեմն տնային կալանքի մեջ գտնվում եւ այդ մեկ հոգին ԿՊ-ական էր։ Հիմա կարող են մեզ մեղադրել ճնշումներ բանացնելու մեջ, չեն կարող մեղադրել։ Դա չեն կարող մեղադրել։ Որտեղ փաստացի տեսեք, բացի վերջի իրադարձությունները, որ կապված է հայրենիք կուսակցության հետ, որ այնտեղ ընտրակաշառքի հետ կապված, եթե չեմ սխալվում, առնվազն տարածված հաղորդագրությունը դրա մասին էր, մի հոգի կա, որ խնդիր է ունեցել ընտրությունների հետ կապված, եւ այսինքն մի հոգի կա, որ գնացել է կալանավորման եւ իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանք, եւ այդ մի հոգին ԿՊ-ական է։ Հետևաբար մեզ ինչու են մեղադրում, որ մենք ինչ ենք անում։ Որ ընտրություններից առաջ ամեն ինչ լավ է, մաքուր է, իդեալական է, քվեարկությունը տեղ հասնում է, ընտրություններից հետո բանը Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քրեական գործը հետևյալը ասեմ, իմ աշխատանքի բերումով Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների հետ ամենաշատ շփվող մարդը հանրապետությունում ես եմ եւ կուզեմ որ հանրապետության համայնքի ղեկավարները ասեն օրինակ մանավանդ ընդդիմադիր համայնքի ղեկավարները իրենք այդ շփման մեջ խնդիրներ տեսնում են եւ կա տեղ որ օրինակ մենք արգելակում ենք փորձում ենք խնդիրներ սարքել ընդհանրապես փորձում ենք ինչ-որ բան սարքել պայմանական ասած այդ համայնքի ղեկավարներից ազատվելու համար չկա ես հակառակը կարող եմ ասել Այն մարդիկ ովքեր քրեական գործերով անցնող են եւ պոտենցիալ անցնողներ են եւ իրեն գիտեն դրա մասին նախապես իմանում են քրեական գործի ընթացքը ինչ փորձ է ասել այո դրա բաստա հասկանում են ինչ ուրեմն փուլ է հասել եւ այնտեղ որտեղ հասկանում են որ արդեն բարդություններ կան իրենք փորձում են այդ բարդությունները քողարկել այս կամ այն քաղաքական հայտարարության տակ եւ սա ոչ միայն թիմերում ընդունված պրակտիկա է, սա ընդհանուր առմամբ Հայաստանի քաղաքական դաշտում ընդունված պրակտիկա է, որ իրենց ամենօրյա աշխատանքում գեներացված, այո, իրենց ամենօրյա աշխատանքում գեներացված խնդիրները, առերևույթ չարաշահումները եւ հանցանքները մի պահի երբ որ իրավապահ համակարգի խոշորացույցի տակ են հայտնվում, այդ մարդիկ վրաս դառնում են կամ եկեղեցու պաշտպաններ, կամ դառնում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, երբեմն նույնիսկ վարչապետի տեխնացիներ, այսպիսով դաշտ ապահովելով իրենց համար
քաղաքական ուրեմն երանգ տալ այն հանցագործություններին կամ առնվազն այն առերևույթ հանցագործություններին, որոնք իրենք կատարել են ուրեմն այդ ամբողջ ընթացքում։ Դե դրա ամենահայտնի երևի դրսևորումը Վարդան Ղուկասյանն էր, որ դատարանի դրան դիմաց հայտարարեց, որ ինքը սպառնաց, որ ինքը կվերադառնա քաղաքականության։ Վարդանիկը շատ բաների որ ակտիվ ինքը ինչ ասեց, դրսևորում եւ այո դա այդ թվում դեպքը ֆոլկլորային կերպարավոր։ Ջեմի մասը ընդդիմության։ Որ ես չէի ուզում քաղաքականությամբ զբաղվել, այլ որ դուք այս գործը հարուցել եք, ես կտեսնեք։ Մենք այդպիսի վարչապետի թեկտածուել ենք ունեցել, մենք այդպիսի ուրեմն եկեղեցու պաշտպանել ենք ունեցել։ Կասաններով ասես չեմ հիշում։ Հա, ես վստահ եմ, որ մասից չէ, մասից ամենքի ղեկավարին հանրապետական կուսակցությունը դարձրեց վարչապետի թեկնածու, մի ոչ շուտ իմանալով են մասին, թե ինչ պատմություններով է ասնում մասից ամենքի ղեկավարը եւ տպավորություն ստեղծելով քաղաքական դաշտում, թե ձերբակալվել է վարչապետի կարկառուն թեկնածու։ Բայց ոչ, եթե ինքը որպես թեկնածու գա ազգային ժողով, իրան պարտավորվում է քրեակատարողականը բերի թող կա։ Չէ, ես նկատի ունեմ, որ այս գործիքը մեր ճկուն ընդդիմությունը շատ հաճախ է կիրառում, բայց մեծ հաշվով քաղաքական ազդեցություն չունի, որտեղ քաղաքացիների համար ամեն ինչ պարզ է։ Դե այս առումով ամենաերևի տիպիկ բան դրվագը այդ հայտնի Անիֆի տնօրենի պատմությունն է, Դավիթ Փափազյանի, եթե չեմ սխալվում, որտեղ գիտես, մեզ շատ երկար մեղադրում էին Անիֆի հետ կապված այդ չարաշահումների մեջ ու գիտես ամեն անգամ երբ որ վարչապետը գալիս էր ընդդիմությունը հարցեր տալիս բան իբր թույլ տեղը գտել էին ու ամեն անգամ հենց դրանով էին լիք բաներով չեն կարողանում թիրախավորը փորձում էին չէր ստացվում անիֆով էին մեզ թիրախավորում ու քրեական գործ հարուցվեց միջազգային հետախուզում այս գործադիր տնօրենի նկատմամբ հաջորդ օրը ինքը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ որ հայրենիքը փրկության կարիք ունի Այ մոտավորապես եմ ասում էլի։ Հա, չէ, տարբեր հայրենիքը փրկողներ կան, եկեղեցին փրկողներ կան։ Ու ասեք, այդ այդքան տարի մի հատ ծպտուն չէր անում։ Հետ վերադառնանք էներգետիկ համակարգին, կարևոր բան կուզեմ ասել։ Երբ որ ես 2025 թվականին 2024 թվականին նշանակվեցի նախարար, մենք հեծի այդ ժամանակվա ղեկավար անձնակազմի հետ ես անձամբ ինտենսիվ քննարկումներ եմ ունեցել, որտեղ կային մտահոգություններ, բազմաթիվ մարզային այցեր, որոնց արդյունքում քաղաքացիները դժգոհություններ էին ասում հոսանքի տատանումների, անջատումների, որակական ցուցանիշների հետ կապված եւ իմիջիայլոց հեծի այդ ժամանակվա ղեկավարությունն էլ ընդունում էր, որ կան խնդիրներ եւ կա ճանապարհային քարտեզ Դրան հաջորդեցին բազմաթիվ ուրեմն իրադարձություններ, մենք փորձեցինք համատեղ լուծել այդ խնդիրները, եկանք հասանք մի հատ տեղ, երբ որ հասկացանք, որ խնդիրները անկառավարելի են եւ հեծը ուղղակի չի կարող իր առաջ դրած խնդիրները լուծի, եւ նաեւ եղավ վարչապետի հայտնի հանձնարարականը, որի իմիջիայլոց վարչապետը էլեկտրոնային եղանակով էր տվել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, այսինքն ինձ եւ մեր կառավարության այլ գործընկերներին, որ այս հարցը այլևս հնարավոր չի այսպես շարունակել եւ այս հարցը լուծելա պետք Մենք աշխատանքային խմբով քննարկում ենք իրականացրել եւ դրանից մի քանի օր հետո հեծի ուրեմն սեփականատերերի կողմից եկեղեցի եկեղեցուն պաշտպանելու հայտնի հայտարարությունը։ Հիմա ես որպես իմիջիայլոց ես ինչ որ ասում եմ, սա հրապարակային է եւ սրա հետ կապված փաստեր կան եւ սրա հետ կապված փաստերի իմիջիայլոց երբեք ոչ մեկ էլ չի փորձել հերքել։ Հիմա ես որպես այս թեմայով ասնող մարդ կարամ վստահություն ունենամ կամ կարամ առնվազն ուրեմն հայտնեմ են կարծիքը, որ հեծը իմացել է, հեծի ղեկավարությունը եւ սեփականատերերը իմացել են, որ հեծի հետ կապված խնդիրը շատ ավելի բարդ է եւ կառավարությունը որոշել է գործնական քայլեր իրականացնի այս հարցը լուծելու համար եւ դրանով պայմանավորված է եղել եկեղեցուն պաշտպանելու հայտարարությունը։ Դե կարաս Ես կարծում եմ, չէ, ես այդ ենթադրության մասին նաև բարձրաձայնել եմ ազգային ժողովում, երբ որ ներկայացնում եմ այդ հարցը, հա։ Չէ, իրականում իրավիճակը կա եւ այո, բազմաթիվ նույնը նաև ուրեմն մասի քաղաքապետի վարչապետի տեխնացու դառնալու մասով։ Ես ստացվում է այնպիսի իրավիճակ, պատկերացեք, որ մարդը գիտի, որ քրեական հանցագործություններ կան, խնդրահարույց կետեր կան եւ իրավապահ համակարգը ֆիքսվել է եւ որոշակի փաստեր են արդեն իհայտ եկել եւ այդ մարդը միանգամից կամ կոչ անում փրկել հայրենիքը, կամ կոչ անում փրկել եկեղեցին, կամ կոչ անում փրկել հայրենիքն ու եկեղեցին միասին։ Ժողովրդից փրկել հիմնականում, որովհետեւ ընդդիմության խնդիրը նա, որ իրանք իրավիճակի հետ հաստ չեն, իրանք չեն հասկանում, որ Հայաստանում
իշխանության են ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժը եւ իշխանությունը այլևս վերադարձվել է ժողովրդին եւ այո, եթե ասում են պիտի փրկենք ԿՊ-ից ուրեմն հայրենիքը, հետեւաբար նշանակում է պիտի ժողովրդից փրկեն հայրենիքը եւ հետո որ 2021 թվականի ընտրություններին ժողովուրդը գնաց, ասես կլինի մեզնից հայրենիքը չփրկեք։ Դա շատ հետաքրքիր է, որ բանը հիշում ես որ Արուշ Արուշանյանը շատ թույն ընդդիմադիր էր, հետո վարչապետ գնացությունից արդեն ընտրություններից հետո էր ինչ որ որոշ ժամանակ անցեր եւ ոնց որ տարավ ցույց տվեց սուբվենցիոն ծրագրերով արված բաները, եթե չեմ սխալվում, վարչապետի այցի ժամանակ էր այս աղմուկը, որ իրանք սկսեցին իրանք տեխնատուին թիրախավորել եւ այլն, ու հարցազրույց էին արել այդ մարդու հետ, ինչ որ լրատվականներ, եթե չեմ սխալվում, ընդդիմադիր լրատվականներից մեկը այդ մարդը ասաց, ես ի՞նչ եմ, ժողովուրդը ընտրել է իրան Բայց ես ինչ անեմ, մոտավորապես մուննաթով նայեմ որոշակի, բայց ես շատ հետաքրքիր է, որ շատ ընդդիմադիրներ այդ եզրակացության չեն կարող գալ։ Իմիջիալից պարոն Արուշանյանը եկել է այդ եզրակացության, տեսել է, նայել է, ասել է, հիմա ես ընդդիմադիր եմ, հա, բանում 21 թվականի կամ 20 թվականի բանից այդ խառը իրավիճակում։ Ես հիմա ընդդիմադիր եմ։ Հետո երբ որ ժողովուրդը ընտրել է, նայել է, տեսել է, բայց ոնց որ ժողովուրդը ոնց որ ինձ է ընտրել, այնց էլ իրան է ընտրել։ Այո ու հասկացել է մի բան, որ չեն անում մեր մնացած ընդդիմադիր։ Պարոն Արուշանյանն է իմիջիալից այն ոչ ԿՊ-ական համայնքի ղեկավարներից է, ով որ հստակ ցույց է տալիս այդ աշխատանքի մեջ կառավարության մասնակցության բաժինը ինչքան է, համայնքի ղեկավարի եւ համայնքի մասնակցության բաժինը։ Քրեական գործ եղել է, հիմա ճիշտն ասած մանրամասներին չեմ տիրապետում եւ չեմ ցանկանա ասել, բայց պարոն Արուշանյանը այն համայնքի ղեկավարներից է, ովքեր գնում են պետություն եւ կառավարություն եւ համայնք համատեղ ֆինանսավորմամբ շինարարական աշխատանքներ նայելու եւ ասում են, որ այդտեղ կառավարությունը ֆինանսավորում ունի։ Կան համայնքի ղեկավարներ, որոնք երբեք դրա մասին չեն խոսա, կստանան 70% ծրագրի համար ֆինանսավորում կառավարությունից եւ իրենց վախերը թույլ չեն տա բարձրաձայնել, որ ֆինանսավորման 70%-ը ստացել են կառավարությունից, բայց դա էլ մեզ չի խանգարում իրականացնել նաև այդ համայնքներում աշխատանքներ, եւ մենք նաև այդ համայնքներում ենք իրականացնում մեծ ծավալի աշխատանքներ, ինչպես պետական բյուջեի ուղիղ ֆինանսավորմամբ, այնպես էլ նաև պետական համաֆինանսավորման ծրագրերով։ Այդ հավատմաններից ամփոփենք նաև ինչ հիմա ամփոփելով ինչ ակնկալիքներ ունես, ինչ պատկերացումներ ունես 2026-ից ընտրությունները արժևում, ինչ հորդորես մարդկանց ինչ վրա ուշադրություն դարձնել։ Երբ որ մարդիկ ասում են, որ ընտրական տարի է, իրանց հիմնական մասը նկատի ունեն 2026 թվականի համապետական ընտրությունները։ Իհարկե այդ համապետական ընտրությունները ամենակարևոր ընտրություններն են, բայց նաև ընտրական տարի է 2026 թվականը այն հանգամանքով պայմանավորված, որ թիմ ընտրությունների մեծ փունջ ունենք, որ պիտի անենք 2026-ի սեպտեմբեր, օկտեմբեր, նոյեմբեր ամիսներին։ 21-ն լրտես չէ։ Նրանք հիմնականում այն ընտրություններն են, որոնցում տեղական իշխանությունները ընտրվել են 2021-ի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին կայացած ընտրություններով եւ այլ գործընթացներով պայմանավորված արտահայտ ընտրությունները այս ընթացքում չեն նշանակվել եւ այդ մեծ խումբը, մի քանի տասնյակ համայնքներով խումբը 2026 թվականի տարեվերջին աշնանը հիմնականում գնալու են թիմ ընտրությունների եւ 2026 թվականը ընտրական տարի բառի բոլոր իմաստներով եւ համապետական եւ թիմի մասով հետեւաբար ահռելի կազմակերպչական ջանքեր պիտի դնենք մենք այդ ընտրությունները արդար եւ թափանցիկ կազմակերպելու համար, ինչպես նախորդիվ մեր իշխանությունը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում բոլոր տեսակի ընտրությունները եւ վստահ եմ, որ այդ ընտրությունների արդյունքում ձևավորված համայնքային իշխանությունները շատ ավելի մեծ պոտենցիալ կունենան արդյունավետ իրականացնել համայնքային կառավարումը եւ մենք էլ որպես ոլորտը համակարգող նախարարություն կանգնած ենք համայնքների կողքին փորձելու ավելի ուժեղացնելու, ավելի հզորացնելու համայնքների կարողությունները, մարդկային պոտենցիալը, ֆինանսական պոտենցիալը, որտեղ մեր ակնկալիքը ինքնաբավ կամ ինքնաբավին ձգտող համայնքներ ունենալն է, որոնք կարող են իրենց առջև դրած խնդիրները լուծել։ Այս նախորդ տարվա երկու խոշոր ընտրությունները, ինչու ոչ նաև Փարաքյարը, ինձ թվում է շատ էական
սովորելու առումով կուսակցությունների վրա, քաղաքական դաշտի վրա էական ազդեցություն են թողել ու ես ակնկալիք ունեմ որ 21 թվականին մենք սովորած կգնանք, որտեղ լիքը բան սովորել ենք։ Այն ժամանակ, այն նախորդ 21-ի ժամանակ մենք այս մեծ փաթեթով ընտրությունների ժամանակ այդքան բան չենք սովորել, ինչքան այս փոքր հատ ընտրությունների ժամանակ, եթե կարելի է փոքր անվանել անցած տարվա այդ 2-3 ընտրությունների ժամանակ, դրա համար ես հույս ունեմ, որ ոչ միայն մենք ենք սովորել, այլ նաև մյուս կուսակցությունները ու նոր սովորած քաղաքական դաշտով կգնանք այդ ընտրություններին, այլ չեմ ասում համապետականից հետո արդեն էլի նոր բաներ սովորած կլինենք, դրական իմաստով նկատի ունեմ սովորածը։ Եվ վերջում պետք է քեզ խնդրեմ Դավիթ ասես դու ոնց ես գովազդանելուց, լավ գովազդանող ես։ Գովազդանելու արեցել, որպես այդպեսի հաճախ չեմ ունեցել, հարցից զարմացա, բայց նաև ենթադրում եմ, որ խոսքը Civic-ի էջին բաժանորդագրվելու, մեր հարցազրույցը տարածելու, հավանելու եւ կիսվելու մասին է, այնպես որ չեմ ուզում խախտել Civic-ում հաստատված այս կարգ ու կանոնը եւ մեր հեռուստադիտողներին առաջարկելու եմ բաժանորդագրվել, տարածել, կիսել, հավանել մեր հարցազրույցը եւ նաեւ եթե մեկնաբանությունների տեղում հնարավորություն կա մեկնաբանություն թողեն մենք էլ պայմանավորվենք, որ ինտերակտիվ նախ այդ մեկնաբանությամբ հարցերը կհանենք եւ մեր հաջորդ հանդիպումների ժամանակ նաեւ այդ հարցերին կանդրադառնանք։ Հաջորդ հանդիպումների կամ արտահերթ կարելի է անդրադառնալ, ես շատ կարևոր եւ հետաքրքիր հարցեր ունեք մասնավորապես մասնագետ նախարարության մասնագիտական ոլորտներից, վստահ եմ, որ քեզ շատ հարցեր ունեմ, բայց չգիտես ինչի, քո այդ ճեպազրույցների բաների ժամանակ ավելի ոչ մասնագիտական հարցեր են հնչում, եւ ժամանակի ընթացքում կսովորեմ ոլորտային հարցեր տալ նաեւ քեզ, ես վստահ եմ, որ մարդիկ շատ հարցեր ունեն ենթակառուցվածքների եւ քո համակարգման ոլորտում գտնվող մնացած ոլորտների վերաբերյալ ճիշտ է գուշակել, արդեն արեցի իրեն ինչ որ քեզ պետքա խնդրեի, շնորհակալ եմ այսօր իմ զրուցակիցը լինելու համար, եթե ավելացնել բան ունես վերջում այս ամենից հետո։ Ես եմ շնորհակալ։ Այդ դեպքում կհանդիպենք առաջիկայում, շնորհակալություն խոսակցության համար։ Շնորհակալ եմ։